Նստեք։ «2026 թվականի հունիսի 16-ի նշանակված դատական նիստը հայտարարում է բացված։ Հայաստանի Հանրության բարձրագույն դատական խորհուրդը սույն դեպքում հանդես գալով որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի անդամությամբ Անահիտ Աբրամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Արմենուհի Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկոյանի դրամած դատական նիստում քննության առնում Կոտայքի մարզի առաջին ատյան ընդհանուր իրավասության դատան է դատավոր Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարության նախարարի պարտականություններ կատարողի միջնորդություն նիստերի քարտուղարին խնդրում եմ զեկուցել, ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը եւ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Գագիկ Հարությունյանը։ Ներկայացվեց Գևորգ Քոչարյանի համամբ տրված վկայական ծառայողական, ձեզ հետ է վերադարձվում Արդարադատության նախարարի կողմից 2026 թվականի հունիսի 15-ին տրված հանձնարարությունը Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանին այն մասին, որ նա իրանք ունի ներկայանալ նիստերին եւ իրականացնել Հայաստանի դատական օրենսգիրք համանդրական օրենքով կարգապահական վարույթ հարուցած մարմնին վերապահված իրավունքները եւ պարտականությունները հանձնարարությունը կցվում է գործի նյութերին խորհրդի անդամների կամ կողմերի կողմից արդյոք արկային բացարկի ինքնաբացարկի միջնորդություն խնդրեմ Տիկին Թումանյանց դուք ինքնաբացարկի հարց ունեք Շնորհակալություն պարոն Աթաբեկյան, ինչպես սահմանված է դատական օրենսգրքով, ես նախապես տեղեկացրել եմ ինքնաբացարկի միջնորդության մասին, մասնավորապես հիմք ընդունելով դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի առաջին մասը, համաձայն որի դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։ Տվյալ դեպքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատանի դատավոր Գագիկ Հարությունյանը մինչ դատավորի պաշտոնում նշանակվելը պաշտոնավարելով որպես Արդարադատության նախարարի խորհրդական գործել է իմ որպես Արդարադատության նախարարի տեղակալի համակարգման ոլորտում եւ իմ հետ միասին իրականացրել է ներկայացուցչություն բարձրագույն դատական խորհրդում որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ Արդարադատության նախարարի ներկայացուցիչ։ Սա է ինքնաբացարկի հիմքը, կխնդրեմ բարձրագույն դատական խորհրդին այն քննության առնել, շնորհակալություն։ Կողմերը կարող են քննարկել այն անտեսելու հարցը, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Բնականաբար բարձրագույն իմ միջնորդությունը ներկայացում բարձրագույն դատական խորհրդին հաշվի առնելով դատական օրենսգրքի իրավակարգավորումներ։ Շատ լավ, շնորհակալություն, որովհետեւ կարծիք ունեք նաեւ հայտարարության վերաբերյալ Տիկին Թումանյանցի Արգելի խորհուրդ դիրքորոշում չունենք նշված միջնորդության հետ կապված։ Շատ լավ, դուք։ Ես ինքս որևէ խնդիր չեմ դիտարկում արգելի Տիկին Թումանյանցի մասնակցության առումով եւ անտեսման մասով ես կառաջարկեմ այդ հարցը, եթե ընդունելի կլինի խորհրդի համար անտեսել, որովհետեւ նախ Տիկին Թումանյանցի սուբյեկտիվ անաչառությունը, օբյեկտիվությունը ինձ հայտնի է, իսկ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից ես չեմ կարծում ինչ-որ կասկած կարող է առաջանալ, կարծում եմ կարող ենք չմտահոգվել, որովհետև նախարարի խորհրդականի պաշտոնն էի զբաղեցնում ես, թեև գործառութային առնչություն այո կար, բայց անմիջական վերադասության դիրքում չենք գտնվել, ինչպես ընդունված է բացարկի դասական հիմքերում համարել։ Ամեն դեպքում ես որևէ խնդիր չեմ տեսնում եւ կարծում եմ կարող է չբացարկել Տիկին Թումանյանցը։ Շատ լավ, շնորհակալություն։ Հեռանանք խորհրդակցական բան եք ուզում ասել։ Հեռանանք խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնենք։ Քիչ անց կվերադառնանք։ Շնորհակալություն, նստեք։ Նիստը շարունակվում է ընդհատման պահից։ Խորհրդի հեռացվել էր խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնելու Տիկին Թումանյանցի կողմից ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ նաև քննարկվեց անտեսման հարցը, այսպիսով խորհուրդը որոշեց, որ Տիկին Թումանյանցը կշարունակի մնալ վարույթում, մերժել ներկայացված միջնորդությունը, որպես այդպիսին, այլ ինքնաբացարկ ներկայացնողներ չկան, դուք բացարկի միջնորդություններ ունեք խորհրդի անդամներին։ Ոչ արգելի։ Շատ լավ, շնորհակալություն, նաև տեղեկացնում ենք գիտություն, որ խորհրդի անդամ
Աշոտ Հայրապետյանը գտնվում է արձակուրդում, այդ պատճառով է, որ այսօր այս նիստին չի մասնակցում։ Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիր Սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել բարձրագույն դատական խորհրդին։ Արդյոք արկա է այդպիսի հանգամանք, որը կցանկանաք տեղեկացնել։ Արկա չն հարգելի։ Շատ լավ, շնորհակալություն։ Արկա է արդյոք այլ միջնորդություն, որը գտնում եք, որ անհրաժեշտ է մինչև նախարարության կողմից միջնորդություն ներկայացնելը քննարկման առարկա դարձնել։ Ոչ հարգելի խորհուրդ։ Դուք շատ լավ, այդ դեպքում մոտեցեք ամբիոնին եւ ներկայացրեք միջնորդությունը։ Խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, Արդարադատության նախարարությունում 19-12-2025 թվականին ստացված գլխավոր դատախազի հաղորդման առիթով Արդարադատության նախարարի կողմից Կոտայքի մարզի առաջինացյալի ընդհանրավարության դատանի դատավոր Գագիկ Հարությունյանի նկատմամբ 12-03-2026 թվականին հարուցվել է կարգապահական վարույթ։ Հարուցված կարգապահական վարույթի հիմքում ընկած է եղել այն, որ դատավորի կողմից թվով 32 քրեական գործերով կայացված թվով 36 դատական ակտերի առնչությամբ չեն պահպանվել խափանման միջոց կիրառելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու, բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու մասին որոշումները, ինչպես նաև դատավճիռները, այդ թվում համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռները, հանրային մեղադրողին ուղարկելու օրենքով սահմանված դատավորական ժամկետները։ Նշվածի կապակցությամբ դատավորին վերագրվել են քրեական դատավորության օրենսգրքի 270-րդ հոդվածի 4-րդ մասում, 140-րդ հոդվածի 3-րդ մասում, 288-րդ հոդվածի 8-րդ մասում, 350-րդ հոդվածի 6-րդ մասում, 464-9 հոդվածի 6-րդ մասում ամրագրված դատավորական նորմերի և Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիր 28-ական օրենքի 69-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված դատավորի վարքագծի կանոնների խախտման հատկանիշներ։ Մասնավորապես լիազոր մարմնի գնահատմամբ դատավորի կողմից թվով 32 քրեական գործերով կայացված թվով 36 դատական ակտերը հանրային մեղադրողին ուղարկելու համար օրենքով սահմանված դատավորական ժամկետները դատանի կողմից պարբերաբար եւ էապես խախտելու հանգամանքը հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն եւ լուծելուն ուղղված պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ։ Դատավորի կողմից դատավորական ժամկետների խախտման բազմակիությունն առերևույթ վկայում է խախտման արդյունքում արդարադատության հնարավոր հեղինակազրկման վտանգավորության բարձր աստիճանի մասին, քանի որ հիշատակված 3 տասնյակից ավել քրեական գործերով դատավորության մասնակիցները փաստացի տևական ժամանակ զրկված են եղել դատական ակտերին, դրանց բովանդակությանը ծանոթանալու եւ իրենց հետագա գործողություններն ու վարքագիծը դրսևորելու հնարավորությունից։ Որպիսի պարագայում դատավորի կողմից թույլ տրված դատավորական նորմերի խախտումների արդյունքում սահմանափակվել է ողջամիտ ժամկետում դատավարության մասնակիցների գործերի քննության իրավունքը։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ թիվ ԿԴ 05300125 քրեական գործով դատանի 2025 թվականի հունիսի 4-ին խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին որոշումը եւ դատանի 2025 թվականի օգոստոսի 28-ի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգելու մասին որոշումը հանրային մեղադրողին ուղարկվել են գրեթե միաժամանակ, համապատասխանաբար 2025 թվականի հոկտեմբերի 14-ին եւ հոկտեմբերի 17-ին։ Դատանի 2025 թվականի հունիսի 4-ի որոշումը հանրային մեղադրողին ժամանակին չուղարկելու եւ հատուկ վերանայման բողոք ժամանակին ներկայացնելու հնարավորությունից փաստացի զրկելու պայմաններում ստացվել է մի իրավիճակ, որ վերացել է վերաքննիչ քրեական դատանի կողմից հեշալ որոշումները բեկանելու իրավական հնարավորությունը։ Միաժամանակ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դատանը սույն միջնորդության հիմքում ընկած քրեական գործերով տարբեր ամիսների կայացնելով դատավճիռներ
Հանրային մեղադրողին դրանք ուղարկելու գործընթացը կազմակերպել է միաժամանակ նույն օրերին 2025 թվականի դեկտեմբերի 24-ից 25-ին, ինչը կարող է անաչառ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել, որ տվյալ դատական ակտերը թեև թվագրված են այն ամսաթվով, երբ դրանք պետք է ըստ օրենքի կայացվեն, սակայն իրականում կայացվածն են միաժամանակ վերնշված օրերին օրենքով նախատեսված ժամկետից տևական ժամանակ անց։ Հիմք ընդունելով վերագրյալը, հարգելի խորհուրդ, խնդրում ենք Կոտայքի մարզի Առաջինացյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Խնդրեմ, պարոն Հարությունյան, առաջինը հարցեր տալու հնարավորությունը տրվում է ձեզ, միջնորդության վերաբերյալ ինչ հարցեր ունեք, կարող եք տրամադրել։ Շնորհակալություն, ցանկանում եմ մի նախադասությամբ դիմել, որ տպավորությունը ճիշտ լինի եւ անցնեմ հարցին, եթե թույլ կտաք, ուզում եմ ասել միանգամից, որ ընդունում եմ ժամկետների ուշացումը, միայն հետևանքի իմաստով պետք է փորձեմ խորհրդին իմ տեսանկյունից համոզել, դրա համար հարցերս ուղղված են լինելու, ձեր թույլտվությամբ պիտի փորձեմ պաշտպանվել, որ հնարավորինս մեղմ ընկալվի։ Եվ մեկ որևէ խնդիր չկա, ցանկացած հարց, որը որ բխում է միջնորդությունից, կարող եք տալ եւ ենթադրվում է ողջամտորեն, որ ցանկացած հարցեր նաեւ պատասխանը կներկայացվի, որպեսզի դուք կարողանաք ձեր պատասխանը եւ եզրափակիչ ելույթը ավելի ճիշտ կառուցել։ Խնդրեմ։ Շատ լավ, շնորհակալություն, քանի որ պիտի կարդամ ձեր թույլտվությամբ նստած, մի երկու մեջբերեմ պիտի անեմ։ Հարգելի ներկայացուցիչ, մի ընտանեկան բնույթի հարց է հետաքրքրում, սկսեմ դրանից, ձեր մեկնաբանությունն է հետաքրքիր, արդյոք անօրինական դրսևորում է օրենքով սահմանված ցանկացած ժամկետի խախտում եւ արդյոք հնարավոր չեք համարում ձեր մեկնաբանությամբ օրենքով թեև սահմանափակ սահմանված ժամկետը խախտելով, բայց հարցի ըստ էության ճիշտ լուծում։ Սա է հարցը։ Կարող եք նստած պատասխանել, բայց դուք դեռ չեք կարդում, ասեք պետքա կարդամ, դրա համար նստեցիք։ Դեռ չեմ ասել, բայց կարող եմ նստել այն ժամանակ։ Նստեք այն ժամանակ, երբ որ դուք կարդալու անհրաժեշտությունը կունենաք, որովհետև ասենց այս փոխադարձ հարգանքն էլի, հա, պահենք գործընկերը կանգնած ձեր հարցերին պատասխանում է։ Հենց կարդալու անհրաժեշտություն կունենաք, կնստեք կարդաք, որևէ խնդիր չկա, խնդրեմ։ Շնորհակալություն։ Բնականաբար արդարադատության տեսանկյունից կարևորագույնը արդար իրավացի դատական ակտեր կայացնելն է, բայց միևնույն ժամանակ օրենսդիրը արժևորել է նաև դատական ակտերը որոշակի ժամկետներում կայացնելու հանգամանքը եւ բացի այն, որ ընդհանուր առմամբ դատական օրենսգիրք ծանոթական օրենքով նախատեսված է, որ դատավորը պարտավոր է նվազագույն ժամկետներում իրականացնի արդարադատություն, այսինքն լուծի իրեն վերապահված հարցերը, նաև մի շարք հարցերի լուծման համար դատական օրենսդրությամբ սահմանված են կոնկրետ ժամկետներ։ Ուստի այո, մենք գտնում ենք, որ օրենսդրությամբ սահմանված կոնկրետ ժամկետների յուրաքանչյուր խախտումը դա խախտում է, ինչ վերաբերում է դրանց էականությանը, դա այլ հարց է եւ արդեն տեղավորվում է պրակտիկայի տիրույթում, բայց ինչ վերաբերում է սահմանված ժամկետների խախտմանը, նույնիսկ չնչին խախտումներին, դա միանշանակ խախտում են։ Իշխանությունը թեև արտահայտում է բացի արդարադատությունից նաև այլ ձևերով իր առաքելություններով առօրյա դատավորի վարքագծով եւ այլն, բայց հիմնական առաքելությունը դատական իշխանության արդարադատությունն է, նաև պատմական հիմնական առաքելությունը։ Խնդրում եմ ձեր տեսանկյունից ասել, արդարադատությունը ոչ թե դատական process-ի օժանդակ հարցերը, ինչպիսիք են հարկադրանքի միջոցները եւ այլն։ Արդարադատությունը ձեր կարծիքով որևէ կերպ տուժել է այս ուշացումներով, եթե այո, ո՞նց։ Շնորհակալություն։ Ըստ էության մենք արդարադատությունը չենք նեղ մեկնաբանում եւ պատկերացնում արդարադատությունը միայն վերջնական դատական ակտեր կայացնելու, ամբողջ դատական process-ը եւ դրա ընկալումը վարույթի մասնակիցների եւ անկողմնակալ դիտորդների աչքերում նույնպես արդարադատության իրականացման եւ դատական համակարգի հեղինակության համար նշանակություն ունեցող իրողություններ են եւ ուստի
կրկնելով, այո, պետք է ասեմ, որ կարևորագույնը արդար եւ օբյեկտիվ հանաչար դատական ակտեր կայացնելն է, բայց միևնույն ժամանակ խիստ էական է, թե այդ դատական ակտերը երբ են կայացվել, քանի որ բոլորին հայտնի է այն սկզբունքը, որ ուշացած արդարադատությունը դա մերժված արդարադատությունն է, եւ պետք է չմոռանանք, որ միջանկյալ դատական ակտերով ուշացումները նաեւ ուղղակիորեն հանգեցնում են վերջնական դատական ակտի ուշացմանը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եվ մեկ ընթացակարգային հարց եմ ցանկանում բարձել, 1-2 հարցով փորձեմ ստանալ իմ հարցի պատասխանը։ Հարգելի ներկայացուցիչ, որում խնդրում եմ ձեզ չունենալ տպավորություն, որ ուզում եմ ծանրաբեռնել նիստը, գիտեմ, որ դուք էլ խորհուրդնել իմունիտետ ունեն ընթացակարգային հարցերի վերաբերյալ, բայց սա հատուկ դեպք է, ուզում եմ բարձեմ ձեր օգնությամբ։ Կարգապահական միջդատական վարույթը, երբ դեռ խորհրդին լիազոր մարմինը չի դիմել իր միջնորդությամբ, խնդրեմ կօգնեք վերհիշել, թե բացի դատական օրենսգիրքից որևէ օրենք կիրառելի է այդ վարույթի կարգի նկատմամբ, թե ոչ։ Ընդ որում խնդրում եմ միայն օրենքի մակարդակում հարցս ընկալել, որովհետև բնական է ներգերատեսչական որոշ կարգավորումներ, աշխատակարգը նախարարության աշխատակազմի կկարգավորեն։ Ինձ հետաքրքիր է բացի դատական օրենսգիրքից այդ վարույթը որևէ օրենքով ըստ ձեզ կարգավորվում է, թե ոչ։ Վարույթը իրականացվում է հաղորդման հիման վրա, օրենքով սահմանված ժամկետում, որը տվյալ դեպքում այդ ժամկետները պահպանվել են, երկամսյա ժամկետները իմ համար անկեղծ ասած հասկանալի չէ, թե այլ ինչ օրենքի մասին է խոսքը, ըստ էության։ Ճիշտ կռայեցիք, որ ժամկետների հաշվմանն է վերաբերելու իմ հարցը, 147-րդ հոդվածն եմ ցանկանում մեջ բերել եւ փորձել ստանալ հարցից պատասխանը։ Հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ կարգապահական վարույթի ընթացքում լիազոր մարմինն իրավունք ունի դատավորի պահանջ ներկայացնելու ներողություն առաջարկելու բացատրություններ տալ։ Ընդգծում եմ եւ ուշադրություն եմ հրավիրում կարգապահական վարույթի ընթացքում։ Միևնույն հոդվածի առաջին մասը պատվիրակում է, որ պետք է կարգապահական վարույթը մինչև խորհրդին միջնորդությամբ դիմելը տևի 2 ամիս, ոչ ավել, քան 2 ամիս։ Նաև կարող եմ համարում հարցիս համար մեջ բերել, որ այս դեպքում մարտի 12-ին նախարարը արդեն իսկ իր օրենսդրական լիազորություններից մեկը իրացրել է դատավորին ամսի 12-ի որոշմամբ առաջարկել է ներկայացնել բացատրություն։ Ես ճիշտ եմ արդյոք հասկանում, որ սկսվել է վարույթի ժամկետի հաշվարկը մարտի 12-ին, քանի որ օրենսդրական իր իրավասությունը նախարարը ամսի 12-ին արդեն իրացրել է որոշմամբ գրված է, որ առաջարկում է ներկայացնել բացատրություն։ Թե վարույթից առաջ է իրացվել, դա է հարցս։ Վարույթի շրջանակներում է բացատրություն ներկայացնելու առաջարկ ներկայացվել, սույն վարույթով նաև որոշմամբ վարույթի ընթացքը երկարաձգվել է, եւ ստեյցիան այդքան է, եթե Դա էր հարցը, շնորհակալ եմ, դուք ասացիք, որ ընթացքում է այդ իրավասությունը լիազորությունը իրականացվել, այսինքն մարտի 12-ը արդեն վարույթի ժամկետի սկիզբն էր, 12-ը ներառյալ։ Ուրեմն ժամկետը 9 օրով երկարացվել է իմ բացակայության, այսինքն արձակուրդի ժամանակահատվածով, եւ ես տեսնում եմ երկարացնելու մասին որոշման մեջ, որ ինձ համար անհասկանալի թվաբանությամբ 2 ամիսը մարտի 12-ից հաշվարկվել է, որ ավարտվում է իբրև թե մայիսի 13-ին, անհասկանալի թվաբանությամբ, եւ դրան գումարվել է 9 արձակուրդային օրերին համապատասխանող օր եւ ստացվել է, որ մայիսի 22-ին իբրև թե պետք է ավարտվի, մայիսի 22-ին ներկայացվել է միջնորդություն բարձրագույն դատական խորհրդին։ Ես այս մասով մի հարց ունեմ ձեզ։ Նախ համաձայն եք, որ ժամկետի խախտմամբ է միջնորդությունը խորհրդի ներկայացվել, թե ոչ, եւ ացանցիալ մեկ հարց։ Իմ առաջին հարցին դուք պատասխանեցիք, որ այո, ցանկացած օրենքով սահմանված ժամկետի խախտում դա ապօրինի վարքագծի դրսևորում է։ Անկախ դրա մասին տարատեսակ մեկնաբանություններից։ Հիմա արդյոք նախարարի ներողություն այս դեպքում փոխնախարար Դադունցի խորհրդին դիմելով դրսևորված վարքագիծը անօրինական վարքագծի դրսևորում է։ Շնորհակալություն։
Պարոն Հարությունյան, նույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու այն կասեցնելու, վերսկսելու եւ կարճելու որոշումները կայացնելու բայց երրորդյա ժամկետում ուղարկում է վարույթ հարուցող մյուս մարմնին եւ ինչպես նաեւ հաղորդում ներկայացրած անձին եւ համապատասխան դատավորին։ Շնորհակալ եմ, եթե սա է շատ լավ դիտարկում էր, դուք կանխատեսեցիք իմ մյուս դիտարկումը, որ երկամսյա ժամկետից մի բան էլ 3 օր ուշ գերությամբ դիմել եք խորհրդին, բայց դա այնքան էլ կարևոր չեմ համարում, որովհետև կարող է դա մեկնաբանության հարց լինել։ Պրակտիկայում հիշում եմ, որոշ գործընկերներ մեկնաբանում են երկամսյա ժամկետին կլանված ժամկետի մեջ ուղարկելու ժամկետը, թեև դրան ակնհայտ է, որ պետք է չհամաձայնել։ Այստեղ նկատի ունեմ վարչական դատավարությունը կիրառելի չի, քրեական դատավարությունը կիրառելի չի։ Դուք եւս իմ հարցին պատասխան չասեցիք, որ այդ վարույթը որևէ այլ օրենքով կարգավորվում է։ Խնդրեմ հայտնել, ինչու է մեկ օր ավել հաշվվել։ Ես իդեպ կարող եմ բոլորիս օգնել այդ հարցի տեխնիկական պատասխանը ստանալ։ Որոշումը ժամկետը երկարացնելու գրված է պատճառաբանական մասում, որ հաշվի առնելով, որ երկամսյա ժամկետն ավարտվում է մայիսի 13-ին, հաշվելով, այդպես է գրված, հաշվելով կարգապահական վարույթ հարուցելու օրվան հաջորդող օրվանից։ Ես չգիտեմ, թե ինչի են հարգելի գործընկերները հաջորդող օրվանից, մարտի 13-ից սկսել հաշվել, բայց չէ, որ ամսի 12-ին դեռևս մենք հասկացանք, որ նախարարը արդեն վարութային գործողություն է կատարել եւ այդպես էլ պետք է լիներ, այլ մեկնաբանություն չկա, վարույթը սկսվել է ամսի 12-ին։ Իմ դիտարկմամբ այդ ժամկետը սպառվել է եւ նոր դիմել են խորհրդին։ Արդյոք այս վարույթը, ինչպես միջնորդությամբ դուք իրավացիորեն նշել եք, հարգելի փոխնախարար, ճշմարտացիորեն նշվել է, որ պետք է կանխատեսելի լինի արդարադատությունը դատավարության մասնակցի համար։ Այս դեպքում դատավարության մասնակիցը ես եմ։ Մի բաց ես ընդհատեմ, էլի, որպեսզի լրացուցիչ մեկնաբանություններ հիմա չարվի, դուք այդ մեկնաբանությունները անելու հնարավորություն ունենալու եք։ Շնորհակալ եմ։ Հիմա հստակ հարցերով ձեր պատասխանները ստացեք եւ ձեր պատասխանի ժամանակ եւ ձեր եզրափակիչ ելույթում այդ ընդհանուր մեկնաբանությունները կկարողանաք անել։ Հիմա հարց հստակ եւ հստակ պատասխան։ Շատ լավ, այս մասով շնորհակալ եմ հարգելի նախագահ, այս մասով հարցս հետեւյալն է։ Ինչպես դուք առաջարկեցիք համարել օրենքով սահմանված ցանկացած ժամկետի խախտում անօրինականության դրսևորում է։ Արդյոք անօրինական վարույթով իրավաչափ է դատավորին կարգապահական պատասխանատվություն ակնկալել։ Սա է հարցս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Հարությունյան, բնականաբար իրավաչափ չէ որևէ խախտմամբ որևէ անձին պատասխանատվության ենթարկել առավել ևս դատավորին, բայց մի հանգամանքի վրա նույն հաշվարկների մեջ կուզեմ ձեր եւ հարգելի խորհրդի ուշադրությունը հրավիրենք, երբ որ ամսի 12-ին ձեր մեկնաբանմամբ եւ ամսի 13-ին նախարարության մեկնաբանմամբ հավարտվել է այդ երկամսյա պետք է ավարտվեր երկամսյա ժամկետը եւ որը երկարաձգվել է եւս 9 օրով, որը պետք է ավարտվեր կամ 21-ին կամ 22-ին, բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացվել է ամսի 22-ին։ Այսինքն միջնորդության համար երրորդյա ժամկետը նույնիսկ եթե ամսի 21-ին ավարտը մենք դիտեինք այդ վարույթի երրորդյա ժամկետում ուղարկվել է խորհրդին, այսինքն այստեղ որպեսզի շատ չանդրադառնանք, չկենտրոնանանք զուտ այդ մեկ օրվա հաջորդ օրնա, ուրեմն հաջորդ օրը պետք է հաշվարկվի վերջնաժամկետը, թե հենց այդ նույն օրը ամեն դեպքում պայմանը պահանջ է եղել, որպեսզի երրորդյա ժամկետում ներկայացվի, իսկ երրորդյա ժամկետում դա ներկայացվել է։ Ձեր թույլտվությամբ ևս մեկ հարց, հարգելի խորհուրդ։ Հարգելի ներկայացուցիչ, հարգելի փոխնախարար, առաջարկեցիք չկենտրոնանալ մեկ օրվա տարբերության վրա։ Ես մի հարց ունեմ ձեզ, դուք ձեր խոսքում ասացիք նույնիսկ չնչին շեղում է օրենքով սահմանված ժամկետը, ես չնչին բառը մոտս գրել եմ, որ այս հարցը ձեզ տամ չընդհակցեմ։ Չնչին շեղում է նույնիսկ կարող է արդարադատություն իրականացնողի հեղինակությունը սասանել եւ կարող է հանգեցնել, եթե ճիշտ եմ հիշում ձեր բառերը, ոչ իրավաչափության։
Արդյոք երկակի ստանդարտ չի լինի, որ ինձ պատասխանատվության եւ հանրային վարույթով հասարակական պարսավանքի կանչեք եւ արդյունքի հասնեք չնչին օրենքի խախտմամբ, իսկ իմ մեկնաբանություններն այն մասին, որ իմ ժամկետի ուշացումները եղել են ոչ էական, արժանանա սուր գնահատականների, որոնք միջնորդությամբ տեղ են գտել, ես մի բառ եմ ուզում մեջ բերել, այնտեղ իմաստազուրկ բառը ինձ շատ վիրավորեց, բայց հարցս ընդամենը նրան է վերաբերում, թե արդյոք երկակի ստանդարտ չի լինի, որ դատավորի նկատմամբ չնչին շեղմամբ ուժ ակնկալել բարձրագույն ատյանից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ըստ էության իմ դիրքորոշումը ոչ թե նա էր, որ մեկօրյա խախտումը չնչին է եւ դա ենթակա է անտեսման, իմ դիրքորոշումը նա էր, որ այդ խախտումը տեղի չի ունեցել, որովհետեւ նույնիսկ եթե դիտարկենք եւ չվիճենք այդ հարցի շուրջ, նույնիսկ եթե դիտարկենք, որ վերջնաժամկետը եղել է մայիսի 21-ը, ինչը պայմանականորեն, ուրեմն առանց վիճելու կարող ենք ընդունել, պայմանականորեն, նույնիսկ եթե ամսի 21-ից հաշվենք, երրորդյա ժամկետը ավարտվում էր 22-23 ամսի 24-ին։ Միջնորդությունը ուղարկվել է ամսի 22-ին 148-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է այդ երրորդյա ժամկետը, որ պետք է ուղարկվի, այսինքն կարծում եմ, որ այստեղ նույնիսկ չնչին խախտման մասին խոսք լինել չի կարող։ Ես քանի որ համաձայն չեմ, մեկ վերջին հարցը։ Ըստ ձեզ որորն է ավարտվել վարույթը իմ դեմ կարգապահ։ Երբ է ավարտվել վարույթը միջդատական, մինչև խորհրդին հասնել։ Նախարարության դիրքորոշման համաձայն հաշվարկը կատարվել է մինչև ամսի 22-ը, այսինքն վարույթը ավարտվել է ամսի 22-ին, բայց հաշվի առնելով, որ հենց ամսի 22-ին միջնորդությունը ուղարկվել է բարձրագույն դատական խորհուրդ, ըստ էության նույն բանը պետք է կրկնեմ, որ նույնիսկ եթե ամսի 21-ին ավարտված լիներ, դա ժամկետի խախտում չէր կարող դիտվել, քանի որ երրորդյա ժամկետը պահպանված է։ Ուղղակի ճշգրտ եմ ներողություն, եթե ընդհատեցի, նկատի ունեք ուղարկելու ժամկետը, երրորդյա ժամկետը, ես այդ մասին վեճ չունեմ, ես նկատի ունեմ վարույթի ժամկետն է ավարտվել եւ որևէ որոշում չի կայացվել։ Ուղարկելու, այո, երրորդյա ժամկետը պահպանվել է։ Բայց մինչև երրորդյա ժամկետին հասնել պետք է օրինական ժամկետում կայացվի եզրափակիչ որոշում։ Բայց վարույթի օրը ամսի 21-ը ավարտվել է, ոչ մի որոշում նախարարը չի կայացրել, հաջորդ օրը փոխնախարարը կայացրել է որոշում։ Սա էր հարցս, եթե այլ պատասխան չկա, ես էլ հարց չունեմ։ Ըստ էության եւս մեկ անգամ պետք է վերահաստատենք, որ նախարարության դիրքորոշման համաձայն վարույթի ժամկետը պետք է ավարտվեր մայիսի 22-ին։ Շնորհակալություն։ Սկսելու հաջորդ, այսինքն հաշվարկը հաջորդ օրվանից հաշվարկված։ Այդ տրամաբանությամբ շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Վերջ ձեր հարցերը։ Ես ձեզ միջնորդություն ունեմ, բայց չգիտեմ ճիշտ հերթն է հիմա միջնորդություն ներկայացնելու թե ոչ, ուզում եմ էությունը ասել, դուք կամ թույլ տաք կամ թույլ չտաք։ Եթե կարելի է, չգիտեմ, այս փուլում հնարավորություն ունեմ միջնորդել։ Դե պետք է իմանանք ինչ միջնորդություն եք ներկայացնում։ Կարգապահական Գոնե ինչի մասին է խոսքը առնում։ Կարգապահական վարույթը կարճելու միջնորդություն ունեմ։ Այս ժամկետի խախտման պայմանավորված։ Եթե թույլ կտաք ներկայացնեմ։ Եթե ուզում եք ներկայացնել, կարող եք ներկայացնել, մենք համապատասխան որոշումը կարող եք ձեր ընդհանուր դիրքորոշումը ներկայացնել, որը նաև այդ միջնորդությունը, ինչին նույնպես անպայման կանդրադառնա խորհուրդը, այդ առումով որևէ խնդիր չկա։ Նաև այս ձևաչափն էլ կարող ենք ունենալ, ոչ մի խնդիր չկա։ Շնորհակալ եմ։ Իհարկե ես միջնորդությամբ նաև կանդրադառնամ այդ դիտարկմանը, որ ունեմ եվաչափական գալիք, որ ոչ թե եզրափակիչ ակտով, այլ սույն փուլում կհանգուցալուծվի միջնորդություն եւ առհասարակ վարույթը, բայց բնականաբար ինչպես խորհուրդը որոշի, հարգելի խորհուրդ ներկայացնում եմ իմ դեմ կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդություն, ժամկետների կարգապահական միջդատական վարույթի ժամկետի բաց թողնված լինելու պայմաններում դատական խորհրդին դիմելու փաստով պայմանավորված 3 իմաստով խախտվել է ժամկետը։ Նախ ուզում եմ բացահայտել, որ ես ամենևին իմ ուշացումները հարգելի խորհուրդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր բանի։ Շատ լավ։ Հարգելի խորհուրդ
ես ամենևին հույսս չեմ դրել ընդհանցակարգային բարձերի վրա եւ ամենևին խորհրդին չէի ծանրաբեռնի այսպիսի ընդհանցակարգային հարցերի վրա կենտրոնանալով եւ հարգելի խորհուրդ ամենևին ինձ եւս հարիր չէ ունենալով գիտակցելով որ ունեմ ժամկետի բաց թողումներ եւ ուշացումներ դրանց արդարացումը գտնել ընդհանցակարգային հարցերում ես այս նախաբան ուզեցի ասեմ որպեսզի խորհուրդը տպավորություն չունենա որ ես գիտակցելով իմ ժամկետի ուշացումները փորձում եմ հույսս դնել գործընկեր կառույցի ժամկետային բացթողումների վրա ոչ ընդհանրապես սա շատ հատկանշական է քանի որ ուղիղ համեմատական է այդ ժամկետի բացթողումը ինձ վերագրվող արարքի էության հետ եւ բնույթի հետ հայլային արտացոլումն է կարելի ասել որովհետեւ իմ դեմ բերվել է միջնորդություն այն բանի համար որ ես ուշացրել եմ ժամկետներ եւ կարծես թե նախարարությունը թեև հարգել է բայց չի լսել իմ դիտարկումներն այն մասին որ դրանց հետևանքները կարեւոր են եւ ստացվում է որ միևնույն միջնորդությունը նախարարությունը վերել է խորհուրդ ժամկետի բացթողնմամբ ես հիմա այդ մասին դետալային կանդրադառնամ թե ինչու է 3 տեղով ժամկետը բացթողնվել բայց ուզում եմ քրեական դատարանության կառուցակարգերի ինստիտուտներից մի օրինակ վերել արգելի քրեական իրավունքի մասնագետներին հոգեհարազատ կլինի այս պնդումը որ դատարանության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասով կա անվերապահորեն կարճման հիմք եւ հետապնդումից հրաժարվելու հիմք երբ անձի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետն ավարտվել է սակայն դատախազը գործը մեղադրական եզրակացությամբ չի տարել դատարան ես կարծում եմ իրավունքի տեսանկյունից մենք ունենք համանման իրավիճակ ընդ որում ինչպես օրենքով այնպես էլ պրակտիկայում գեթ 1 օրվա շեղումը պետք է մեկնաբանվի անձի օգտին եւ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումից հրաժարվել աներկբայորեն այդտեղ դատարանները իրավունք չունեն գնահատելու միջդատական մարմնի արարքի էությունը նշանակության նվազ կամ կարևոր լինելը եւ կարծում եմ պատահական չէ որ օրենսդիրը այդպիսի կարգավորում ունի պետք է անձի համար ինչպես ճշմարտացիորեն նշել են հարգելի գործընկերները նախարարության անձի համար կանխատեսելի լինի թե ինչ ժամկետում պետք է կանչվի պատասխանատվության իմ նկատմամբ իրականացվող վարույթում խախտվել են դատարանին այս դեպքում դատական խորհրդին դիմելու ժամկետները եւ դրա դետալները հետեւյալն են նախ եթե կուզեք երկամսյա ժամկետը ավարտվում է ոչ թե հաջորդող 2 ամիս անց ամսվա նույն թվանշանով օրը մարտի 12-ից 2 ամիս անցը ոչ թե մարտի 12-ն է այլ 11-ն է եթե կուզեք որովհետեւ ամսի 12-ը արդեն 1 օր անցն է եւ սկսում է հոսել 3-րդ ամիսը բայց ինչևէ դա տարամեկնաբանության տեղիք կարող է տալ ես համաձայն եմ բայց այնուամենայնիվ ամսի 13-ը ուր կորավ ես չեմ հասկանում ինչու է նախարարությունը հաշվել մարտի 13-ից կամ վերջում փետրվարի 13-ից որին գումարել է 9 օր եւ ստացել է մայիսի 22 դա ինձ համար անհասկանալի է եւ այստեղ ոչ թե մեկնաբանության հարց է ոչ թե մաթեմատիկայի հարց է, այլ բոլորս նույն օրացուցային տոմարով ենք առաջնորդվում մեր կյանքում եւ բնության մեջ, պարզ հաշվարկ է։ Օրը բաց եք թողել, հարգելի գործընկերներ։ Եվ հարգելի խորհուրդ, այս ժամկետի բաց թողումը նաեւ ես դիտարկում եմ ոչ միայն իմ օգտին արդյունքի հասնելու համար, այլ չեմ թաքցնի նաեւ հաշվի առնելով, որ սա հանրային վարույթ է եւ բազմաթիվ մարդիկ այդ թվում իմ վարույթում գտնվող քրեական գործերով անցնող հիմա կարդում են մամուլում եւ պատկերացնում են, որ դատավորին ինչ-որ մի անդառնալի հետևանքներով հատուկ նշում եմ, անդառնալի հետևանքներով արարքի համար կանչել են պատասխանատվության։ Եվ ես կարծում եմ խորհուրդը պետք է այս հարցին պատշաճ արձագանք տա, որպեսզի ի վերջո պարզվի հետևանքները արժանի են քննարկման առնվազն եւ գնահատման թե ոչ եւ դա նաեւ իր արտահայտումը իմաստավորումը պետք է ստանա իմ միջնորդության արդյունքում եւ ես կարծում եմ որ ժամկետի խախտմամբ միջնորդությունը իրավունք չունի ապրելու եւ անօրինական հենքով կարգապահական պատասխանատվությունը
կհակասի 141-րդ հոդվածի սկզբունքներին դատական օրենսգրքի, որը խորհրդին պատվիրակում է կամայականության արգելքով առաջնորդվել եւ օրինականության սկզբունքի վրա հենվել։ Եթե օրինական չէ իմ դեմ բերված վարույթը, ընդ որում վերջին դիտարկումը եւ ձեր համբերությունը չչարաշահեմ, ես կարծում եմ ի տարբերություն դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթի, այստեղ խորհուրդը հայցողություն չունի մեկնաբանելու բերված միջնորդության ժամկետի խախտման էությունը, նվազ նշանակությունը կամ կարևոր նշանակությունը, որովհետեւ դա իմպերատիվ կանոն է, հարգելի խորհուրդ։ Կարծում եմ, այս մասով ֆիկցիա իմաստով վարչական եւ քաղաքացիական դատավարության գործընկերները կկիսեն կարծիքս, որ դրա էական լինել-չլինելը որակյալ որևէ հատկանիշ չի հաղորդում այս հարցին։ Իմպերատիվ պահանջները պետք է կենսագործվեն։ Խնդրում եմ կարճել վարույթը այս փուլում, հարգելի խորհուրդ, եւ ես իրականում բովանդակային բաներ ունեմ ասելու, բայց մեծ հույս ունեմ, որ հերթը դրան չի հասնի, որովհետև այսպիսի ընթացակարգային իրավիճակ ունենք եւ կարծում եմ պետք է իմ նկատմամբ եւս արդարությունը լինի իմ կողմից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, միջնորդության կապակցությամբ ձեր դիրքորոշ։ Հարգելի խորհուրդ, գտնում ենք, որ միջնորդությունը ենթակա է մերժման, որովհետև ժամկետները հաշվարկում են հաջորդող օրվանից, ուստի երկամսյա ժամկետը պետք է ավարտվեր մայիսի 13-ին եւ դա 9 օրով երկարաձգելու պայմաններում պետք է ավարտվեր, այսինքն մայիսի 22-ին, ուստի դրանով պայմանավորված գտնում ենք, որ ժամկետի բաց թողնում տեղի չի ունեցել եւ նույն ժամանակ նաեւ կարևորում ենք այն հանգամանքը, որ բարձրագույն դատական խորհուրդ դիմելու համար սահմանված երրորդյա ժամկետը նույնպես պահպանվել է, այսինքն նույն օրը մայիսի 22-ին միջնորդությունը ներկայացվել բարձրագույն դատական խորհուրդ։ Շատ լավ, շնորհակալություն, խորհրդի արգելի անդամներ, հարցեր ունեք։ Ես Դե լավ, Սեչենք կանանց խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Աթաբեկյան։ Պարոն Հարությունյան, հստակեցման համար, խնդրում եմ շատ հստակ կարճ ձեր դիրքորոշումը հայտնեք ժամկետների հաշվարկման սկզբի եւ ավարտի ամսաթվերի վերաբերյալ։ Դուք ինչպես եք հաշվարկում կամ ինչպես եք գտնում, ինչպես են հաշվարկում ժամկետները, սկսած երկամսյա ժամկետից ու հետո 9-օրյա ժամկետ։ Այ երկամսյա ժամկետի վարույթի իրականացման սկիզբը որ օրվանից է սկսվում, որ օրվանից եք դուք հաշվարկում եւ ըստ ձեր հաշվարկի որ օրն է ավարտվում։ Եվ արդեն հաջորդ հարցը դրանից հետո համապատասխան կախված ձեր պատասխանից 9 օրվա հաշվարկը որ օրվանից է սկսվում, որ օրը ավարտվում։ Շնորհակալություն։ Երբ դրա համար է, ես նշեցի, որ հենց առաջին օրը անցկացություն նախարարը գործողություն է արել։ Իր իրավասությունը իրացրել է եւ այդ օրվա որոշումը առաջարկել է բացատրություն տալ, նույնիսկ ներկայացնել։ Եթե չէր սկսվել վարույթը, արգելի փոխնախարար ասում է հաջորդ օրվանից ենք հաշվում։ Նախորդ օրը մինչեւ վարույթը սկսել ոնց էր գործողություն անում եւ դրա արդյունքում ապացույց էր։ Եվ բացի դրանից նախապես ասեմ, որ հատուկ նշում եմ, որ վարչական դատարանություն չի գործում, քրեական դատարանություն թեւին Մանավանդ բայց էլի չի գործում քաղաքում նույնպես, որովհետև դատական օրենսգրքում ժամկետների հաշվման կանոն չկա, հատուկ կանոն չկա։ Դա նշանակում պետք է առաջնորդվում պարզ տոմարով։ Առաջին օրվանից պիտի հաշվեն ոչ մի որոշում չեն կայացրել եւ ուշացել։ Այսինքն դատական օրենսգրքում հատուկ կանոն չկա, դատական օրենսգիրքը չնշեցի կարծում եւ այլ որևէ օրենսդրական կարգավորում չկա ժամկետների հաշվարկման հետ կապված։ Վերաբերյալ կանոն անունից ես չեմ գտել, եթե սպառվել եմ ներողություն խնդրեմ ամբողջ միջնորդությանս համար եւ ասեմ բովանդակն։ Լավ, իսկ 12-ից սկսվում է, չասեցիք երբ է ավարտվում երկամսյա ժամկետը։ Մայիսի 11-ը ներառյալ ես քրեական դատարանություն եմ իրականացնում, որովհետև մայիսի 12-ը արդեն 2 ամիս եւ 1 օր հաջորդ ամսից սկսվում։ Բայց ոչինչ, արգելի խորհուրդ, որ 12-ն ներառյալ, բայց 13-ից են սկսել գումարել, նոր է ստացել ենք 20։ Եվ համապատասխանաբար ենթադրում եմ 9 օրվա սկիզբը հաշվում եք 11-ից ձեր ասած։ Ժամկետը երկարաձգելու մասին, այնտեղ հավասար բառն ունես դիտարկում
բացակայության ժամանակին հավասար ժամանակահատվածով, այսինքն եթե 9 օր արձակուրդները, պետք է 9 օրը գումարել եւ ստանալ ամսի 21-ը ներառյալ։ 21-ի վերջերն է որոշում կայացնում, չեն կայացնում։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Դանոն։ Հարգելի պարոն Հարությունյան, մեկ հարց ուղղակի ձեր մոտեցումներից, հնչեցրած դիտարկումներից այդ հարցը առաջացավ, հատկապես դուք շեշտադրումներ արեցիք մեկից ավել անգամ քրեական դատավարության կարգավորումներին, ժամկետների հաշվարկը ո՞նց է սկսում, որ օրվանից է հաշվում առհասարակ։ Մի պահ վերանանք այս գործից, շնորհակալություն։ Եվ նաև դուք ասացիք, որ դուք յուրահատուկ հաշվարկների մոտեցում ունեք, հա, քրեադատավարության փուլում։ Ուրեմն ես լավ չեմ ընկալել, շնորհակալություն։ Այդպես են իրարում, որովհետև այդպես են ընկալում են։ Եվ բնականաբար, եթե ունենք պայմանական 10 ժամկետ, որը դատական գործողություն իրականացնելու կամ վարույթ իրականացնելու 10 ժամկետի առաջին օրը ես կարող եմ գործողություն կատարել։ Օրինակ, նշանակել հենց առաջին օրը դատականից, ենթադրենք ստանում անձին կալանավորելու նշանակություն։ Առաջին օրը բնականաբար նշանակում են դատականից և իրականացնում վարույթը ժամկետի հաշվարկը սկսում են կրել։ Ամիսներով հաշվարկի պարագայում նույնպես։ Առաջին ենթադրենք պետք է անձին դատական քննության փուլում կալանավորման ժամկետը հաշվարկվի 3 ժամանակով, առաջին օրը բնականաբար արդեն օրինական օր է, որովհետև հենց առաջին օրը կարող են բարդեն գործողություն։ Ես այսպես եմ ընկալում օրենսդրի կամքը։ Եթե որևէ օր դու կարող ես այդ վարույթով իրականացնել որևէ գործողություն, հետևաբար դա ժամկետի մեջ է։ Եվ այո, նույնիսկ ամիսներով ժամկետի հաշվարկի սկիզբը պետք է հաշվարկել տվյալ օրը ներառյալ։ Օրինակ, ասենք միջնորդություն եք ստացել, X միջնորդությունն է երրորդյա ժամկետում պետք է սկսեք։ Հենց իմանանք, հենց այսօր եք ստացել։ Այդ երրորդյա ժամկետի հաշվարկը երբանից է սկսում, անկախ այն հանգամանքից, որ դուք կարող եք հենց այսօր էլ այդ գործի քննությունը սկսել։ Կամ Շնորհակալություն, խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն, հարգելի նախագահող, հարգելի դատավոր, դուք նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին տեղյակ եք օրենքից։ Խնդրում եմ օրենքի 31-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը ընթերցել եւ դրանից հետո մեզ հայտնել ձեր միջնորդությունը պնդելու 31 հոդված առաջին եւ երկրորդ մասեր եւ այնուհետեւ հայտնել մեզ պնդում եք ձեր միջնորդությունը թե ոչ։ Այո, առաջին մաս եւ 31-րդ հոդվածի առաջին մաս եւ երկրորդ մաս։ Ամեն դեպքում այդ նորմը էլի մի հատ աչքի տակ անցկացնեք ու սեկցիա բարձիկ։ Չէ՞ ոնց որ թե դա հարցը բանալից։ Այո։ Որովհետև նախ երկու իմաստով իրադարձությունը այս դեպքում բարձաբանման ենթակա է, թե որն է, որի վրա հասնելուց հետո պետք է հաջորդի ժամկետը այս նորմի իմաստով եւ բացի դրանից դատական օրենսգիրքով կարգապահական վարույթը հատուկ էության վարույթ է եւ դրա կարգի եւ ժամկետների նկատմամբ կանոնները պետք է սահմանվեն դրանով եւ եթե սահմանված չէ այլ վերաբերելի օրենսդրությունը ես ամենայն դեպս չլսեցի այնպիսի կարծիք, որ այլ դատական ներողություն, այլ օրենք կիրառելի է այդ վարույթի նկատմամբ եւ առհասարակ կարծում եմ պետք է կիրառելի չլինի այս նորմը, ամեն դեպքում եթե նույնիսկ կիրառելի լինի, որն է այդ իրադարձությունը, որը վրա է հասել եւ պետք է դրան հաջորդի այդ հաջորդող դրույթը։ Ինձ համար պարզ չէ։ Եվ եթե դուք տակ ավարտեմ։ Եվ բացի դրանից, այս կարգապահական վարույթով ժամկետը երկամսյա ժամկետը, եթե նույնիսկ ինչպես առաջարկում են հարգելի գործընկերները, եթե նույնիսկ հաշվի հաջորդող օրվանից, միևնույն է մենք ամսի մայիսի 13-ին չենք հասնում, որովհետև մայիսի 13-ը արդեն երկամսյա ժամկետը նույնիսկ այդ պարագայում ավարտվելուն հաջորդող օրն է, այդտեղ 2 օրվա բաց թողում կա հարգելի խորհուրդ, եւ բացի դրանից Արդարադատության նախարարությունը մեկնաբանում է, որ երրորդյա ժամկետը խորհրդին դիմելու պետք է հաշվի այդ երկամսյա ժամկետը ավարտվելուց հետո մինչդեռ
Դատական օրենսգիրքը դրա հայլային հակառակ կարգավորումն ունի, ասում է մինչև խորհրդին դիմելը չի կարող 2 ամսից ավել տևել։ Կապ չունի, որ այդ 2 ամսվա մեջ որևէ պահի, ընդհանրենք 10-րդ օրը կառուցումից հետո կայացվեր խորհրդին դիմելու որոշում, այդ պահից պետք է 3 օրը պահվեր դիմելու, անկախ ամեն ինչից այդ 3 օրը դիմելու նույնպես խախտվել է։ Խորհրդին դիմել են ամսի 25-ին է հասել, եթե նույնիսկ 24-ին ուղարկել են, դա երկամսյա ժամկետի մեջ չի։ Սա եմ դիտարկում։ Մեր շնորհակալություն։ Ես մի հարց տամ, այդ ժամկետների հաշվարկը քրեականի հետ համեմատելով մի դիրքորոշումներ հայտնեցիք, ինձ հետաքրքիր է, օրինակ կալանքի երամսյա ժամկետը օրինակ պայմանական վերցնենք մարտի 12-ին, եթե որևէ անձի վերաբերյալ կալանքը 2 ամսով, այդ դաշտկանք, 2 ամսով ընդունենք որոշվեց, որ պետք է 2 ամիս կալանքի միջնորդությունը բավարարվի։ Այդ ժամկետը ավարտվում է մայիսի 12-ին, թե մայիսի 11-ին։ 11-ը ներառյալ։ Այսինքն մարտի 12-ին տրվածը ավարտվում է մայիսի 11-ը ժամկետի մեջ է։ Եթե դուք դա կասեմ ինչի, այսինքն մայիսի 12-ին պետք է օրինակ ազատ արձակվի, եթե ես չներկայացվի։ կարծում եմ դա անձի օգտին չէ եւ անձը կլինի ավել ժամանակով անազատության մեջ առանց հիմքերի։ Շատ լավ, շնորհակալություն։ Ձեր արձակուրդը քանի օր ա եղել։ 9 9 աշխատանքային օր։ չէ 7 աշխատանքային օր, 9 օրացության։ 7 աշխատանքային օր։ Հիմա ամսի քանիսին է որոշում կայացվել, որ մինչև ամսի 22-ը երկարաձգվում է։ Նայեմ մասին հետո։ Մայիսի 12-ին։ Մայիսի 12-ին է որոշում կայացվել։ Իսկ ըստ ձեզ աշխատանքային օրերով նախարարությունը պետք է հաշվարկեր նաև երկարաձգումը, թե ոչ աշխատորացուցային օրերով։ Չէ, բառացի գրել են, ես մեկնաբանեմ, չմեկնաբանեմ, եւ պատճառաբանական մասում այդ հարցի պատասխանը կա, հարգելի խորհուրդ։ Կարդամ ես։ Չէ, Դե լավ, ես կկարդամ, հետո ես ուզում եմ մեջ բերեմ, եթե թույլ կտաք։ Մեջ բերեք, ուրեմն եթե հարցրել եմ, ուրեմն ձեր կարծիքն եմ ուզում լսեմ կամ ձեր ասելով եմ ուզում լսեմ, ես ինչի չգիտեմ միջնորդության մեջ ինչ կա գրած։ Եթե իմ կարծիքը, այո, պետք է հաշվեին բնականաբար, որովհետեւ 9 օրացուցային օրով ես բացակայել եմ եւ դատական օրենսգիրքում նշված է, որ բացակայության ժամանակահատվածով պետք է երկարացվի վարույթի ժամկետը։ Դա վարույթի ժամկետն է, աշխատանքային օրը կարծում եմ կապ չունի։ Լավ, շնորհակալություն, ուրիշ հարց չկա։ Խնդրեմ, եթե ուզում եք ինչ-որ բան ավելացնել։ Շնորհակալություն զուտ ամփոփելու համար։ Պարոն Հարությունյանը իրավացիորեն ասում է, որ դատական օրենսգրքով նախատեսված է երկամսյա ժամկետ եւ միևնույն ժամանակ հայ պարոն Հարությունյան դատական օրենսգրքով նախատեսված են մի շարք ժամկետներ, բայց այդ ժամկետների հաշվարկման մեխանիզմներ նախատեսված չեն, ինչպես նաեւ շատ այլ օրենքներով։ Այսինքն դատական օրենսգրքով նախատեսված ժամկետների հաշվարկը իրականացվում է այն ունիվերսալ մեխանիզմով, ինչը նախատեսված ներդրված է նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում, որը նախատեսում է ուրեմն հաշվարկի սկիզբ հաջորդ օրվանից։ Ես ուղղակի ուզում եի նաև այս հարցին անդրադառնալ, որ դատական օրենսգրքով ժամկետ սահմանված է եւ ժամկետի հաշվարկի մեխանիզմ սահմանված չէ։ Նման պայմաններում պետք է օգտվենք օրենսդրության այն միակ կարգավորումից, որը հարկային նորմատիվ իրական ակտերի մասին օրենքում, որը ժամկետի հաշվարկման մեխանիզմ է սահմանում։ Շնորհակալություն այսքանը։ Շնորհակալություն ձեզ, խորհրդարանում է խորհրդակցական սենյակ։ Թույլ չեք տա արձագանքեմ, եթե կներեք, որ ընդհատեցի։ Վերջին վերջին արձագանքը, որն այնպես չստացվի, ձեր արձագանքի վերաբերյալ մի հատ էլ դիրքորոշում է արձագանք։ Ոստանում եմ վերջին։ Ներողություն խնդրեմ, արձագանքեք եւ հեռանանք խորհրդակցական սենյակ։ Հարգելի խորհուրդ, այս դա նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 31 հոդվածի երկրորդ մասով մի կարևոր բան էլ կա, որը ոչ վերաբերելի է դարձնում այդ նորմա այս պարագային, որովհետեւ այդտեղ նշված է, որ վրա հասած իրադարձությանը հաջորդող օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, բայց այս որոշմամբ նախարարը ժամկետ չի որոշել, որ մի հատ է սկիզբը հաշվենք։ Այսինքն ժամկետի սկիզբը օրենքի ուժով է հոսում եւ օրենքի ուժով է որոշված, որ պետք է տևի 2 ամսից ոչ ավել։ Այլ հարց է, եթե մենք օրինակ քրեական դատարանության մեջ մեր որոշումներով հաճախ սահմանում ենք ժամկետը երևույթի, կալանավորում ենք երկամսյա կամ եռամսյա ժամկետով, որոշմամբ որոշվում է ժամկետ։ Եվ նորմատիվի օրենքը բառացի ասում է այն ակտով, որով
որոշված է դրա ժամկետի սկիզբը, բայց նախարարի որոշմամբ որևէ ժամկետ որոշված չէ եւ ժամկետը որոշված է օրենքի ուժով։ Շնորհակալություն։ Հարց ծագեց, վերջին։ Շնորհակալություն։ Դուք հարգելի դատավոր, վրա հասած իրադարձության վրա եք շեշտը դնում, բայց դրանից առաջ դա առանձնանում է կամով։ Օրացուցային տարվա ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդող օրվանից։ Ինչպես է սա մեկնաբանում, արդյոք ամսվա հաջորդ օրվանից այս չի սրա ճիշտ մեկնաբանությունը, օրենսդրի նպատակը։ Հարգելի խորհուրդ, միանշանակ կիսում եմ այդ մեկնաբանությունը, այդտեղ վերջ չունեմ, բայց ամեն դեպքում օրենսդիրը վերջում դա կապում է որոշված է դրա ժամկետի սկիզբը, որ այդ որոշմամբ որևէ ժամկետ պետք է սահմանվի, մինչդեռ այս որոշմամբ ժամկետ չի սահմանվել, ես դրա համար ասեցի։ Վերջ, ձեր շնորհակալություն, հեռանում ենք խորհրդակցական սենյակ, քիչ անց կվերադառնանք։ Նստեք, խորհուրդը հեռացել էր խորհրդակցական սենյակ, բարույթ կարճելու վերաբերյալ քաղաքացիական կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու, այսպիսով խորհուրդը որոշեց միջնորդությունը մերժել, միջնորդության վերաբերյալ պատճառաբանությունները կզետեղվեն վերջնական դատական ակտում։ Խորհուրդը արձանագրում է, որ կազմի փոփոխություն չկա, այն անձինք, ովքեր մինչև ընդմիջում հայտարարել ներկա են, այսպես նույնպես ներկա են։ Այժմ միջնորդության վերաբերյալ մենք նաև նախարարի ներկայացուցիչ խորհրդի անդամների կողմից հարցեր տալու իրավունք ունենք, խնդրեմ հարցեր ունեք խորհրդի անդամներ, խնդրեմ։ Պարոն Քոչարյան, ձեր միջնորդությունը հասկանալի է, պարզապես մեկ հետևյալ հարցադրումը։ Դուք միջնորդության 12-րդ էջում անդրադառնալով պատասխանին դատավորի կողմից նշված ծանրաբեռնվածության առումով գրում եք, որ դրա վերաբերյալ որևէ հիմքեր չեն ներկայացվել, հարցս հետևյալն էր. դուք բավարարվել եք միայն եղած հանգամանքներով եւ նաեւ դատավորի հայտարարությամբ եւ որևէ այս ուղղությամբ հարցադրումներ չեկարի, ասենք դեպարտամենտին կամ ինքներդ դատալեքսի միջոցով ինչ որ պարզեիք այդ ծանրաբեռնվածությունը, այդպես է եղել, թե ինչ որ այնուամենայնիվ ինչ որ ծանրաբեռնվածության առումով ինչ որ հանգամանքներ պարզվել են։ Շնորհակալություն հարգելի խորհուրդ։ Վարույթի ընթացքում դատավորի առանձնակի ծանրաբեռնվածության վերաբերյալ որևէ տվյալ չենք ստացել, դատավորի կողմից էլ նման տվյալ չի ներկայացվել զուտ հայտարարությունից բացի, եթե կոնկրետ փաստեր ներկայացվեին, այդ ուղղությամբ մեր կողմից էլ ստուգողական լրացուցիչ աշխատանքներ գուցե իրականացվեին, բայց քանի որ հայտը սահմանափակվել է զուտ հայտարարությամբ, իսկ մենք գիտենք ցավոք, որ մեր դատական համակարգում ըստ էության բոլոր դատավորներն են ծանրաբեռնված, ուստի առանձնակի ծանրաբեռնվածության մասին տվյալ չի եղել եւ այդ ուղղությամբ էլ բնականաբար արդեն լրացուցիչ ստուգողական աշխատանքներ չեն իրականացվել։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, մի հարց, միջնորդության 12-րդ էջում նորից 36 դատական ակտերից մեկ դատական ակտը 6 ամիս եւ ավելին ուշ է տրամադրված։ Ինչ գործ է սա։ Որը պարոն 12-րդ էջում է նշված 36 դատական ակտերից մեկի վերաբերյալ նշված է 6 ամիս եւ ավելի ուշ է տրամադրված։ Ավելի քան 6 ամիս։ Որպեսզի հեշտ գտնեք 25 դատական ակտը տարբեր օրեր է նշված, 10 դատական ակտեր մենակ մեկն է առանձնացված 6 ամիս։ Եթե պարոն Հարությունյանը արագ կօգնի, խնդրեմ, ոնց որ թե պատրաստակամություն հայտնեց արագ օգնելու։ Միջոցների անօրինական շրջանառության առանց իրացնելու նպատակի 396 հոդվածի առաջին մաս ոչ մեծ ծանրության հանցանք դա է։ Դատավեճի եզրափակիչ ակտ ներողություն համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ է եղել, երբ մեղադիալը միջդատական վարույթում միջնորդել է առանց դատական քննության փուլի տուգանք ստանալ, ինքը համաձայն է իր դատավճռին եւ բողոքող կողմ չկա այդ գործով, որովհետեւ բողոքարկման իրավունքի իմաստ չկա համաձայնության վարույթ է։ Իսկ որ տրամադրել եք հետո բողոք եղել է։ Ոչ։ Համաձայնության վարույթներով որպես կանոն չեն բողոք։
իրանք են խնդրում այդ պատիժը, դատախազությունը համաձայնվում է։ Մի հարցեր էլի, քանի ներողություն եմ խնդրում։ Խնդրում։ Իսկ տուգանք եղել է տարաժամկետ, թե միանավագ վճարում։ Ձեր թույլտվությամբ դատարանը դատավճռով թույլատրել է վճարել 1 տարի։ 24-ից 36-ը ոնց որ ցանկում նշված է, դրանք բոլորը այդ համաձայնեցված վարույթներով են, հա։ Այո, այս հավելվածի 24 Որևէ մեկով չի բողոքարկվել, որևէ մեկով բողոքարկման մասին տվյալ չունենք։ շատ լավ։ Ես այս պայն նույնպես հարցեր չունեմ, այժմ միջնորդության վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար դուք հրավիրվում եք ամբիոնի մոտ, խնդրեմ պարոն Արարողյան։ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, դիմելով ձեզ նախ ինչպես նշեցի նիստի մեկնարկում միանգամից ուզում եմ ասել, որ բնական է ընդունում եմ ժամկետների ուշացումը, որը վեճ չունեմ, չեմ էլ ծանրաբեռնի, ուղղակի հետևանքների իմաստով գիտեմ նաև կան ուրույն մեկնաբանություններ, բայց դե պիտի փորձեմ իմ տեսանկյունը համոզել խորհրդի անդամներին, որովհետև ես իսկապես գտնում եմ, որ այս վարույթներից որևիցե մեկով արդարությունը չի տուժել եւ տեսանելի որևէ հետևանք չի առաջացել։ Եթե մենք հիմա փորձենք ոչ իրավաբան մարդկանց, ովքեր գուցե կնային դատական նիստը, հասկանալի բառերով բացատրել, թե ինչ է եղել ուշացումների արդյունքում, ես կասկածում եմ, որ որևէ շոշափելի արժեք կարելի է վնասված համարել։ Մի փոքր մանրամասնեմ, նախ ուզում եմ բացատրել, ինչու նախարարությանը ծանրաբեռնվածության մասին փաստական տվյալներ ես չուղարկեցի, որովհետև իրականում ծանրաբեռնված էի եւ ժամանակ չունեցա։ Դրա փոխարեն փորձեցի մի քանի հատ ակտ ավել գրեմ, բայց հիմա բերել եմ։ Ձեր թույլտվությամբ տրամադրեմ խորհրդին, որը ստացել եմ դատարանի աշխատակազմից, շատ տվյալներ չկան, մի քանի այո։ Չկա ձեզ մոտ, ուղղակի աշխատակազմի ղեկավարից ստացել եմ։ Ես այստեղ ուզում եմ ուշադրության արժանացնել շնորհակալություն։ Ուշադրության արժանացնել կոնկրետ 4 թիվ։ Ուրեմն առաջի էջը աղյուսակային միջդատական վարույթի միջնորդություններն են։ Ես 594 միջնորդություն ստացել եմ տվյալ տարում, որը խնդրո առարկա ժամանակահատվածն է եւ այդ բոլոր ուշացումները այդ ժամանակահատվածում են եղել, մինչեւ դեկտեմբեր ուղարկել եմ բոլորը, որից 589-ը ավարտել եմ, ընդամենը 21-ը փոխանցվել է հաջորդ տարվան եւ եթե նայենք ամբողջ դատարանում, եթե ճիշտ նայեցի, երկրորդ տեղն եմ քանակական ծանրաբեռնվածությամբ եւ սա միայն միջդատականն է։ Ես հիմա կդժվարանամ մեջ բերել, թե դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման կամ այլ միջնորդություններ որքան եմ ստացել, որովհետև չհասցրի դա ստանալ այդպիսի տվյալ, բայց պետք է խորհրդի ուշադրությունը հրավիրեմ այս մասով այն հանգամանքի վրա, արգել խորհուրդ, որ Կոտայքի մարզում մեկից ավելի քրեակատարողական հիմնարկներ կան, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է եւ դատական նիստերով լսման ենթակա միջնորդությունները մեծ մաս են կազմում, գրավոր ընթացակարգը քիչ է։ Համենայն դեպս առնվազն պայմանական վաղաժամկետ ազատելու կամ ռեժիմի փոփոխության նիստերը շատ են։ Հաջորդ աղյուսակում արտացոլված են քրեական գործերի քանակները եւ ես եւս, եթե ճիշտ նայեցի, երկրորդ տեղում եմ ծանրաբեռնվածությամբ Չարենցավանից հետո կարծես թե եւ եթե տարեկան վիճակագրությունները հիշենք հարգելի խորհուրդ, ես շատ լավ հիշում եմ հունվար ամսին պանելային քննարկումը, որը հարգելի Տիկին Թումանյանցն էր վարում, այնտեղ Կոտայքի մարզի մասին խոսվեց, եթե ոչ առաջին, ամենայն դեպս երկրորդ ծանրաբեռնվածության տեղում է գտնվում։ Եվ ինչ է ստացվում, որ ամենածանրաբեռնված դատարաններից մեկի ամենածանրաբեռնված դատավորի ուշացումներն ենք իմ կարծիքով քննարկում, ընդ որում իմ պնդմամբ գնահատմամբ ամենաանեական որոշումներով, որոնց կանրադառնամ։ Այնպես որ չեմ կիսում հարգելի գործընկերոջ խոսքն առայն, որ Հայաստանի բոլոր դատավորները ծանրաբեռնված են։ Ոչ, իմ կարծիքով դա այդպես չէ եւ եթե արդար լինեմ, պիտի ասեմ, որ
Ես գերց անհրաբերնված եմ հարգելի խորհուրդ։ Իրականում նաև ժամանակաշրջան է եղել, որ 2 կամ 3 դատավոր ենք մնացել տեղում եւ հերթապահությունը պարզապես ֆիզիկապես խնդրահարույց էր։ Շատ հաճախ տուն գնալու խնդիր էր առաջանում նույնիսկ։ Ամեն դեպքում խորհուրդը քաջատեղյակ է իրողությանը, ես նորություն չեմ բացահայտի, ուղղակի հիշեցնում եմ, որ սա նաև ասում եմ հանրության համար։ Եվ 239 քրեական գործ ստացել եմ 2025 թվականին, ինձանից շատ մի դատավոր է ստացել քրեական գործ։ Բացի դրանից նաև Կոտայքի մարզի որոշակի առանձնահատկություններ եւս առաջանաչ են, քրեակատարողական հիմնարկների քանակը, խիտ բնակչությունը եւ այլն, ես չեմ ցանկանա ծանրաբեռնել խորհրդին դրանցով, ուզում եմ անդրադառնալ եւ վերջում անդրադառնալ փաստերին դրանց հետևանքներով։ Միանշանակ ուշացվել են այս բոլոր որոշումներով եւ դատավճիռներով ակտերը կողմերին հասու դարձնելը։ Նախ ուզում եմ ուշադրության արժանացնել, որ դատավորության որևէ այլ մասնակից կան հանրային մեղադրող կողմը չի բողոքել։ Մեծ մասը 344 հոդվածներ են, դրանից ավելի մեծ մասը համաձայնության փուլգանքի, որի մասին բողոքի իրավունքը կարծում եմ բացառիկ դեպքերում է լինում եւ առհասարակ օրենքը իմ կարծիքով այդ հնարավորությունը նախատեսել է նկատի ունենալով, որ որոշ դեպքեր ամեն դեպքում կարող են բացառիկ լինել, բայց բողոքարկումը համաձայնության վարույթով ես գրեթե անտրամաբանական համարում։ Մյուս դեպքերով, երբ վերաբերում են կալանքներին, այս մասին իրապես ես կարիք եմ գտնում խոսել, որովհետև գիտեմ խորհուրդը կարող է դրա վրա կենտրոնացած լինել, որովհետև բնականաբար կալանքը կարևոր բան է, անձի ազատության հետ է կապված։ Այս մասով հարգելի խորհուրդ պիտի ասեմ, որ նշված որոշումներից որևիցե մեկով անձը անօրինական վարքագիծ չի դրսևորել։ Ինչն է կալանքի նպատակը, կալանքի կամ տնային կալանքի խափամիջոցի առասարակ նպատակն այն է, որ ապահովի անձի օրինական վարքագիծը։ Ես բնական է գիտակցում եմ, որ դա չի նշանակում, որ պետք է մարդկանց բողոքարկելու հնարավորություն չտաս։ Այո, որ ուշացրել եմ, դա շատ վատ է, բայց կարծում եմ, որ նշանակությունը նվազ է դարձնում են հանգամանքը եւ հատուկ պետք է նշեմ, ձևական է դարձնում այս ուշացումները այն հանգամանքը, որ իրականում պարզվել է ես ճիշտ որոշումներ եմ կայացրել եւ այդ անձինք, ովքեր տնային կալանքում են, չեն խոչընդոտել քննությանը, հանցանք չեն կատարել, չեն փախել տանից, որևէ անօրինականություն չի եղել։ Եվ հարգելի փոխնախարարը նշեց մեջբերելով հայտնի խոսքը, որ ուշացած արդարադատությունը երբեմն արդարադատության մերժումն է, ես պետք է այստեղ դիտարկեմ, որ շատ կարևոր է թե ինչից է ուշացել այդ արդարադատությունը եւ ինչն է մերժվել։ Ոչինչից չի ուշացել, հարգելի խորհուրդ, եւ 2-3 առանց բոլորին անդրադառնալ, որովհետև նյութերը տրամադրված են խորհրդին, 2-3 բան ուղղակի այդ գործերից հատուկ մեջբերեմ, հենց նշված հերթականությամբ ինչպես կազմել է աղյուսակը հարգելի նախարարը։ Օրինակ առաջին գործը 308 հոդվածի առաջին մաս ահաբեկչության հանցակազմ է քննվում, այս գործով կալանքը ինչն եմ ուշացրել, որ դատախազությունը դժգոհ է եղել, կալանքի տակ են պահում մինչև հիմա այդ անձին, մտել է բանկի մասնաճյուղ ըստ մեղադրանքի իհարկե առանց գնահատական տալու, մտել է բանկ եւ նռնակով սպառնալիքներ են հնչեցրել, մինչև հիմա կալանքի տակ են պահում, այնպիսի գործ է, որ կարծում եմ անկողմնակալ դիտորդը լսում է եւ հասկանում է, որ այդ արարքն ինքնին արդեն իսկ խոչընդոտելու դրսևորում է, անձանց վրա ազդեցություն գործելու դրսևորում է բնության մեջ։ Այդ կալանքից ինչը բողոք են, իհարկե նորից եմ շեշտում, ես չեմ նշում, որ պետք է նսեմացնել դատախազության բողոքարկման իրավունքը, այո, եթե դա ինքնին համարվում է հեղինակազրկում, թող որ ես կրեմ իմ պատասխանատվությունը։ Բայց էությունը խնդրում եմ եկեք նայենք, հարգելի խորհուրդ։ Ոչինչ տեղի չի ունեցել, ավելին դատախազությունը կողմ էր, որ այդ անձը կալանավորվի։ Չեն խնդրել այդ առերևույթ ահաբեկչին կալանքից ազատել, որ միատել իրենց բողոքարկման իրավունքից զրկվել են։ Ես թող բարձրագույն չնչի, բայց համոզված եմ, որ չէին բողոքարկելու, որովհետև եկել են միջնորդել կալանքը երկարացնել, ոնց կար այն բողոքարկային, դա տրամաբանական չէ։ Հաջորդը
Քանի որ երկրորդ համարակալումը վերաբերում է նույն գործին, դա արդեն ասեցի, երրորդ համարակալումը թմրամիջոցի ապօրինի շրջանառություն 393-ի առաջին մաս, այս գործով վկաներ չկան։ Արգելի խորհուրդ։ Որևէ վկա չի դատակոշվել, դատախազությունը ապացույցների ծավալում չի առաջարկել։ Մարդ չկա, որ պիտի խոչընդոտեն, պատեհ փուլում փոխել են տնային կալանք, մինչև քննության սույն պահը որևէ փաստ չի գրանցվել, որ այդ անձը չեր կարող խոչընդոտել, որտեղ ում նկատմամբ խոչընդոտեր։ Հանցանք չի կատարել, տնից չի փախել։ Սրանք փաստեր են։ Դա եւս նշանակում է, որ այն որոշումը եղել է արդար եւ հարցը լուծվել է ճիշտ։ Հաջորդը ԿԴ 0991-0129, սա 5-րդ համարակալմամքն է, Համզանաջի Ջուդա Ալինիզի բժշկական արկադրանքի միջոց է կիրառած, Չարենցավանի ոստիկանությունում հերթապահ մասում անձը ըստ մեղադրանքի մտել էր ավտոմատը գողացել, կրակել էր։ Այս անձի վերաբերյալ կա անմեղսունակության մասին որոշում, անձը բժշկական հաստատությունում է գտնվում, ես էլ պարբերաբար երկարացնում եմ, որովհետև դեռ չունենք մեղսունակության մասին տվյալ, ես էլ լրացուցիչ նշանակել եմ, որովհետև վճռաբեկ, որ դատանը նախադեպային դիրքորոշում ունի, որ եթե ժամանակային խզումը մեծ է, նշանակենք պարզենք առողջացել է թե չէ, առողջացման մասին տվյալ չունենք։ Ուշ եմ ուղարկել դատախազությանը, որ ինչը բողոքարկ էր, դատախազությունը միջնորդել է երկարացնել հարկադրանքի միջոցը, որովհետև անձը դեռ հոգեկան խնդիրներ ունի։ Սա ևս խոսուն վկայությունն է այն բանի, որ իրավունքի ձևական իրացման հնարավորությունից, այո, ամենայն հարգանքով նույնիսկ ձևական իրավունքի իրացման հնարավորության նկատմամբ, բայց ոչ էական։ Միջնորդության ձևակերպումը բավականին տպավորիչ է հնչում, երբ կարդում ենք, բայց ես լավ գիտեմ սրանք ինչ գործեր են, կարևոր գործեր ենք մենք քննում եւ կարևոր որոշումներ ենք կայացնում, որոշակի ուշացումներ, որ ես գիտեմ, նույնիսկ ուշացնելու դեպքում, նույնիսկ եթե մարդիկ բողոքարկման հնարավորությունից զրկվեն, արդարությունը դրանից չի տուժելու, մենք ունենք 36 թվանշան։ 36-ը թվաբանորեն բնականաբար ճիշտ է ամենայն հարգանքով, բայց բովանդակային իմաստով կուրճացված է։ Եվս մեկ կամ երկու գործով ասեմ, այսպես հասնում ենք արդեն 344-ին, էլ կարիք չի լինի շարունակել, կարճ ասեմ։ Բազմադրվակ սպանություն 9-րդ համարակալմամբ է նշված ԿԴ 02600122 անձը ըստ մեղադրանքի խանդի հողի վրա անհավատարմության շարժառիթով պայմանավորված սպանել է կնոջը ըստ մեղադրանքի եւ բոլոր այն մարդկանց, ում կասկածում էր կնոջ դավաճանության մեջ, այսինքն 3 որոշների դեպքում սպանության փորձ է եւ ավազակություն, ինչեւ է։ Այս անձի ներողություն, այդ ինչ միջնորդություն է, այդ 9-րդը։ Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ժամկետը երկարաձգել կա անմեղսունակություն։ Այդ ինչ ռեժիմով եք քննում առաջինացան։ Բանավոր դատալսումներով դռնփակ թե դռնբաց։ Դռնբաց։ Դռնբաց եք։ Ես բնականաբար որևէ փաստական տվյալ հիմա չեմ հրապարակում։ Ավելի գնահատականներ չեմ հայտնում որոշումների վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ ես հիշում եմ վարկագծի կանոններից, որ ին վերաբերյալ վարորդով իրավունք ունեմ կարծիք հայտնելու իմ ակտերի վերաբերյալ, դրա համար հայտնում եմ։ Շատ լավ։ Շարունակեք։ Այս մասով եւս կա անմեղսունակության վերաբերյալ փորձագետի եզրակացություն եւ պարբերաբար երկարացվել է, դատականությունը դեռ թեև արդեն մոտեցել է իր հանգուցալուծմանը շուտով հավանաբար կավարտվի, բայց դատախազությունը միշտ միջնորդել է, որպեսզի երկարացվի այդ ժամկետը, ավելին ոչ միայն դատախազությունը, այս բոլոր գործերով, որ ասեցի, բոլոր կողմերն են միաբերան հաշվի առնելով առողջական վիճակը, խնդրում, որ երկարացվի։ Եվ այդ բողոքարկման ակնկալիքը ես կարծում եմ ուղղակի իմ վերաբերյալ կարգապահականի միջնորդությունը հիմնավոր դարձնելու դրսևորում է, որովհետև երբ որ ես կարդում եմ հաղորդումը, գործերի էության մեջ առանձնապես բովանդակային կամ իրենց նախնական դիրքորոշումների մասին հիշատակումներ չեմ հանդիպում, թե իրենք արդյոք միջնորդել են կալանքը երկարացնել թե փոխել։ Ոչ մի խոսք չկա այդ մասին, բայց բարի ուտես, որ բոլորը շատ դեպքերում համակողմանիորեն խնդրել են երկարացնել կամ կայացնել այն որոշումը, որը իսկ կայացրել։ Եվ այստեղ հիմնականում 344 օրվածներ են, սրանք են, որոնցով խափանամիջոցի հետ կապված որոշումներ են կայացվել եւ ուշ ներկայացվել ծանրաբեռնվածի պատճառով։ Եվ ինչը վերաբերում է կոնկրետ տնային կալանքին, ես արդեն ասացի, որ փաստացի հարգելի խորհուրդ որևէ առարկայական հետևանք, շոշափելի հետևանք չի արձանագրվել որևէ մեղադրյալի պարագայում,
եւ այն պնդումը դատախազության հաղորդման մեջ տեղ գտած, որ ստեղծվել է իրավիճակ, որ մեղադրանքի կողմը զրկվել է բողոքարկման հնարավորությունից եւ մի վերադաս դատարանը բեկանելու հնարավորություն չի ունեցել, դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ մենք ունենք իրավիճակ, որ այն պահին, երբ վերադաս դատարանը դրա բողոքարկման բեկանման հարցը վարույթ է ընդունել եւ լուծել, նույն պահին շարունակվել է քրեական գործը լինել ընթացիկ, նույն պահին նույն մեղադրյալները շարունակել են դրսևորել պատշաճ վարքագիծ եւ փաստացի իրականությունը, որը եթե անկողմնակալ դիտորդին հարցնենք եւ հանրությանը հարցնենք, պետք է հետաքրքրի փաստական իրողությունը, հողի վրա հարգելի խորհուրդ, օբյեկտիվ իրականության մեջ, բնության մեջ ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի վատ հետևանք այս որոշումների ուշացումով չի եղել։ Եթե նախարարության են պնդում է, որ փաստացի ուշացումը կարող է լինել հանրային վատ ընկալման առիթ, ես կարծում եմ հանրությունը ողջամիտ հանրության մասին է խոսքը, ողջամիտ հանրությունը գիտակցում է, որ երբ դատավորը քրեական գործերի այսպիսի ծավալ է ստանում, եւ այն ինտենսիվությամբ է դատական նիստեր նշանակում, որ ես օրեկան, եթե չչափազանցնեմ 10-ից նշանակում եմ, որից ոնց էլ չկայանա, գոնե կեսից շատը հիմնականում կայանում են, ամենօրյա ռեժիմով, նույնիսկ այն շռայլությունը մեզ ինձ թույլ չեմ տալիս իմանից խոսեմ, ազատ օր նախատեսեմ, որպեսի նստեմ ու ակտեր գրեմ, այն հույսով, որ պետությունը, երբ ես հայտնվեմ այսպես իրավիճակում, ինձ կհասկանա, որովհետև ես կարևորում եմ հարցի լուծման բուն էությունը։ Դատավարական հարկադրանքի միջոցները արդարադատությունից ացանցվող արժեքներ են։ Պատահական չէ, որ որոշ խափանամիջոցներ հարգելի խորհուրդ բողոքարկման ենթակա չեն, երբ որ դատավորը կայացնում է գրավը վերացնելու որոշում, դատախազը չի կարող բողոքարկել։ Օրենսդրի կամքը կարծում եմ այն բանի խոսում վկայությունն է, որ դա ընդհանրապես կարծիքները հաշվի առնելու համար է, եւ նույնիսկ մրցակցային դատավարության հատկանիշ չէ սա, որովհետեւ մրցակցային դատավարությունը վերաբերում է ապացուցման գործընթացին։ Սա արդարադատության էության հետ կապ կունենա այն ժամանակ, երբ որ սխալ խափանամիջոցը կամ ուշացած խափանամիջոցի գնահատումը կհանգեցնի ապացույցի կորստի, կհանգեցնի նոր աղետների, նոր հանցանքների, կփախնի մարդը չեն կարողանա գտնել։ Գետ մեկ փաստ ոչ դատախազության, ոչ նախարարության դիրքորոշումներում չկա այդ մասին։ Ունենք ձևական ժամկետի ուշացումները եւ վերջ։ Նաեւ պատահական չէ, արգելի պարոն Դանելյան, ես թե կսխալվեմ, ներողություն եմ խնդրում, նախկին քրեական դատավարության օրենսգրքով դատական քննության փուլում խափանամիջոցի ժամկետների երամսյա պարբերականություն չկար։ Ուղղակի նախատեսված չէր։ Եվ իմ կարծիքով դա այն բանի մասին է խոսում, որ մեծ հաշվով բարձր դատարաններին, եվրոպական արժեքներին չեն հետաքրքրում, թե դու ներպետական օրենսդրությամբ ինչ ժամկետներ կնախատեսես, դա այն երաշխիքն է, որ անձը հաճախ կանգնի այդ հարցով դատարանի առջև եւ ակնկալի հարցի վերանային։ Ամենևին նկատի չունեմ, որ օրենքով հիմա նախատեսված բաները պետք է անտեսվեն, չէ, որ ուշացրել եմ բնական է։ Բայց ուզում եմ բարձրացնեմ այս խնդիրները մի փոքր փիլիսոփայության դաշտ, որպեսզի հասկանանք, թե ինչքան մանր բաներ են։ Նախարարությունը իհարկե սուր արձագանք էր տվել իմ համեմատությանը իր միջնորդության մեջ, բայց ես փաստերով պնդում եմ հարգելի խորհուրդ, հատկապես իմ այս ծանրաբեռնության պայմաններում, այս ուշացումները որևէ բացասական, տեսանելի, շոշափելի արժեք չեն վնասել նույնիսկ ուր մնաց թե խաթարել դատական իշխանության հեղինակությունը։ Դատական իշխանության հեղինակությունը առավելապես կարող է վնասվել այսպիսի վարույթով դատավորի հրապարակային չբացատրված միջնորդությունը բերել է դատական խորհուրդ։ Եթե գետ 1 վերջին նախադասությունը հարգելի խորհուրդ, եթե գետ 1 փաստ կարող է բերվել, որ այս մի որոշումների դատավճիռների ուշացման արդյունքում որևէ անձ դժգոհ է կամ արդարադատությունը վնասվել է, ես անձամբ կմիջնորդեմ ինձ ենթարկել ամենախիստ պատասխանատվության, բայց խնդրում եմ էությանը նայել նաև։ Այսքանն է, շնորհակալություն։ Շնորհակալություն, ձեզ կարող եք զբաղեցնել ձեր տեղը, խնդրեմ առաջին հարցեր տալու իրավունք ունեք դուք, կարող եք ձեր հարցերը տալ։ Շնորհակալություն հարգելի խորհուրդ։ Երկու հարց ունեմ, պարոն Արությունյան։
Ծանրաբեռնվածության առումով թվային տվյալներ ներկայացրեցիք, ես կուզեմ ձեր ուշադրությունը հրավիրեմ երկրորդ էջի 3-րդ սյունակի վրա, որովհետև նախ առաջին աղյուսակը եւ երկրորդ աղյուսակի այդ երկրորդ սյունակը, որը դուք մատնանշեցիք, այո, դրանք խոսում են քանակապես շատ ուրեմն գործեր ունենալու մասին, բայց երբ որ մենք նայում ենք երկրորդ աղյուսակի 3-րդ սյունակին, որը ավարտված գործերի քանակն է, այստեղ այլ պատկեր ունենք եւ եթե օրինակ ստացած գործերի քանակով, ինչպես ճիշտ նշեցիք, երկրորդ տեղում էր ձեր ցուցանիշը, ավարտած գործերի քանակով նորից երկրորդ տեղում է, բայց ամենակիչ ավարտածն է ավարտների տեսանկյունից, այսինքն արդյոք ավելի կարևոր չէ այս հանգամանքը եւ ձեր դիրքորոշումը կուզեի լսել ինչով է սա պայմանավորված։ Եվ նաև ամենաշատ փոխանցված 26 թվական փոխանցված գործերի քանակով է ձերը էապես ավելի շատ քան մյուսներինը։ Գործերի ավարտը ամենևին դատավորի ծանրաբեռնվածության ցուցանիշ չէ։ Ես առիթ ունեցել եմ վիճակագրական գործառույթ իրականացնելու եւ քննչական մարմնում աշխատած ժամանակ եւ դատական իշխանությունում։ Եվ գիտեմ, որ ինչքան էլ որ օբյեկտիվ իրականության մեջ ներքին կարգով գիտենք, որ ով շատ գործ է ավարտում, այդքան լավ, թոթափվում է եւ չի մնում ծանր։ Բայց դա չի նշանակում, որ ես այդքան գործ չեմ ստացել։ Այո, որքան էլ ինձ մեղադրեն, որ ես միգուցե հնաբնակներից հարգելի խորհուրդ ավելի դանդաղ լինեմ, միգուցե ավելի ուշ եմ ավարտում, քիչ եմ ավարտում, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված այս ժամանակահատվածում հատկապես։ Բայց ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել են հանգամանքի վրա, որ գործը ավարտելը ծանրաբեռնվածությունը չի արտահայտում։ Գործը չավարտելը եւս, այո, այդ գործերը մնում են, բայց ես ոչ թե 2025 թվականին վարույթումս եղած գործերով եմ ցանկանում խորհրդին խնդրել իմ ծանրաբեռնությունը նայել, այլ 2025 թվականին ստացած, անկախ նրանից, թե դրանցից որքան եմ ավարտել, լավ, մի քիչ եմ ավարտել, թե շատ քիչ չեմ ավարտել, իրականում ավարտել եմ, բայց ես ստացել եմ այդքան գործեր, եւ միևնույն ժամանակ ես մինչ դատական վարույթի միջնորդությունների վերաբերյալ նույնպես ձեզ ցուցանիշ ներկայացրեցի եւ խորհրդին, այդտեղ 99%-ը բնականաբար ավարտել եմ, այստեղ չի երևում դատապարտյալների միջնորդությունները, որոնք չես կարող չավարտել, ինչպես միջդատականի ակտերը, չավարտել ֆիզիկապես չես կարող, անձի կալանման միջնորդությունը պետք է այդ օրը լսես, ավարտես, կամ պայմանական վաղաժամկետ ազատման եւ այլն։ Ինչ վերաբերում է քրեական գործերին, լավ, ամենաշատ արտադրողականություն ցուցաբերած դատավորից մի քանի տասնյակ գործ թող քիչ ավարտած լինեմ, բայց դրանից չի փոխվում ծանրաբեռնվածության պատկերը, դրանից չի դառնում, որ ես ամենածանրաբեռնված դատարանի, ամենածանրաբեռնված դատարաններից չեմ։ Եվ ով է ասում, որ իմ բոլոր գործերը ավարտման ենթակա են։ Այդ հարցադրումը իրականացնելիս ես կարծում եմ պետք է փաստահեն տվյալների վրա հենվել, մասնավորապես կան գործեր վարույթումս, որ ինչև ինձ տարիներով քննել են, ռուսերեն հետաքրքիր խոսույթ կա զերծ կմնամ ասելուց, բայց բոլոր մասնագետները հասկացան, այդ գործերը մնացել են եւ կարելի ասել հանրային որոշակի ընկալում կա, որ լճացել են, որովհետեւ վերսկսվել են իմ կոտայքի դատարան տեղափոխվելիս, նորից մարդիկ անցնում են նույն ճարճարանքի միջոցով, գալիս են դատարաններ, եւ ով է ասում, որ այդ բոլոր գործերը արդեն ավարտման ենթակա են։ Ամենայն դեպս դատական նիստեր նշանակելու իմ ինտենսիվությունով ես կարող եմ գլուխ գովալ, հարգելի փոխնախարար, դա իմ վերաբերմունքը չէ եւ ես ինչ չեմ փառաբանում։ Հանրային այդպիսի ընկալում ասում են հաստաբանները, նույն դատախազները, հարգելի վարույթի մասնավոր, օժանդակ մասնակիցները, թե ինչ ինտենսիվ են իմ կողմից դատական նիստեր նշանակվում։ Եվ ես համոզված եմ, որ եթե նույնիսկ որևէ գործ չի ավարտվել այդ թվում իմ պատճառով, օրինակ իմ դանդաղ աշխատելու պատճառով պայմանական այդպես ամանել։ Դա եղել է ամենա ոչ մեծ ծանրության գործը, որ դատարանը ինչպես օրենքն է մեզ պատվիրակում, առաջնահերթությունը տալով ծանր կալանավորական գործերին, ես դրանք երկրորդել եմ առավել կարևոր գործերին։ Եվ ես կարծում եմ, որ արտադրողականության այո ցուցանիշ է, բայց դատավորի վարքը գնահատելիս ծանրաբեռնվածության ցուցանիշ չէ, գործերի ավարտը։ Շնորհակալություն։
Շնորհակալություն։ Հաջորդ հարցս մի քանի անգամ պարոն Հարությունյան խոսքում նշեցիք, որ հաղորդումը ներկայացվել է դատախազության կողմից եւ ըստ էության դատախազությունը ինչ իրավունք չի կարողացրել իրացնել, ինչից է զրկվել եւ նվազ կարևորության հարցերով դատախազությունը միջնորդություն է ներկայացրել։ Հարցս հետեւյալն է, պարոն Հարությունյան, դուք ձեզ հայտնի են տվյալ ունեք ձեր դատարանի այլ դատավորների նկատմամբ դատախազությունը նման բովանդակությամբ միջնորդություն հաղորդում ներկայացրել է արդարադատության նախարարությանը եւ եթե ունեք տվյալ եւ եթե ոչ, ապա ձեր գնահատմամբ որն է պատճառը, որ դատախազությունը հաղորդում ներկայացրել է հենց ձեր մասով, դա անձնավորված ինչ-որ խնդիր է, թե բոլոր դեպքերում մյուս դատավորները ավել կամ պակաս ամեն դեպքում համեմատելի ծանրաբեռնվածություն ունենալու պայմաններում այդ ուշացումները կամ այդ քանակի ուշացումներ թույլ չեն տվել, դրա համար հենց ձեր մասով է միջնորդության հաղորդումը ներկայացվել։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Արդար գտնվեմ ասեմ, այդ կալանքի ժամկետը, որ հասել է երկրորդ երկարացման քննարկման պահին, այդպես ենթադրում եմ չի եղել ուրիշներին եւ դա է միգուցե արգելի դատախազներին անհանգստացրել, որ կարևորել են իմ դեպքը առանձին, իսկ անձնավորված չեմ կարծում, ես առաջնորդվում եմ բարեխեղճության կանխավարկածով պետական կառույցների, հատկապես ճանաչում եմ մարդկանց, բայց նույն համատեքստում, եթե հաղորդումը ուշադիր նայում եմ, հարգելի ներկայացուցիչ, թեև ի պատիվ ձեզ որոշ բաներ տեղ չեն գտել միջնորդության մեջ, բայց այնտեղ կան նաև դատավորի կայացրած որոշման հիմնավորվածության վերաբերյալ դիտարկումներ։ Դատախազությունը բողոքել է, որ ես այս կամ այն ելքով որոշում եմ կայացրել։ Եվ ես պետք է դարձյալ շեշտել, որ ես ինձ չեմ փառաբանում, բայց պետք է ասեմ, դատական քննության փուլում երբևէ որևէ որոշում, որևէ դատավճիռ, եթե մեկ դեպք կլինի չեմ հիշի կամ երկու ներողություն, բայց երբեք չի բեկանվել, դա ոչ թե ինձ եմ մասնագիտությունն եմ գովում, մասնագիտական ունակություններ, այլ պարզվում է, որ փաստորեն ես մեծամասամբ ճիշտ որոշումներ եւ դատավճիռներ եմ կայացնում, այ միջդատականով որոշ բաներ, որոնք ավելի վիճելի առերևութության մակարդակում գնահատման ենթակա են, մասնագիտական կարծիքները բնականաբար ավելի շատ են եւ իրարամերժ, այդտեղ որոշ բեկանումներ ունեմ եւ իմ կարծիքով այդ միջդատական վարույթի բեկանումները այս հաղորդման մեջ տեղ գտնելը չեմ կարծում, որ իրավաբանների մեծամասնությունը կկարծի, որ պետք է ճակատագիր ունենալ։ Ես չգիտեմ ինչի են տեղ գտել այստեղ, որ օրինակ խոզարկություն միջնորդեցինք, դատավորը ներողություն մերժեց։ Կամ կալանք միջնորդեցինք, դատավորը մերժեց։ Դարձյալ որևէ առանց հետևանքի նշման ես անկեղծ կլինեմ ելնելով բարեխեղճության կանխավարկածից որևէ միտում չեմ կարող դիտարկել, բայց միևնույն ժամանակ չեմ կարողանում ողջամիտ իրավական տրամաբանությամբ հասկանալ, թե ինչ հույսով են հարգելի գործընկեր դատախազները դատավորի կայացրած որոշման հիմնավորման վերաբերյալ բողոք բերել։ Միգուցե իսկապես դժգոհ են, որ ես որոշ որոշումներ մերժում եմ կամ բավարարում եմ, բայց իմ համոզմամբ ես բոլոր դեպքերում ներողություն արդար եմ եւ դա որակ է, ոչ թե որոշումների ուշացումն է առաջնային որակ, այլ արդարությունը։ Կարծում եմ հանրությունն էլ է այդ կարծիքին։ Շնորհակալություն։ Վերջ ձեր հարցեր։ Շնորհակալություն։ Հարցեր կան։ Դե տվեք։ Հարգելի դատավոր, այդ տնային կալանքի հետ կապված գործով որոշումը ինչքան եք ուշացրել։ Մի հատ կասեք այդ պահը։ Այդ տնային կալանք։ Երրորդ եւ չորրորդ համարակալմամբ, եթե ձեր ձեռքի տակ կա որի Չէ, հատուկ մեկ գործ չի տնային կալանքի հետ կապված, որ համընկել է։ Այո։ Սա ուրեմն եղել է Կիրառված կալանքը փոխվել է տնային կալանքով, հետո 3 ամիս հետո տնային կալանքի ժամկետը երկարացվել է,
Առաջին որոշումը ներկայացվել է 4 ամիս 6 օր անց, երկրորդ որոշումը ներկայացվել է 1 ամիս 16 օր անց, այսինքն առաջին որոշումից անցել է 3 ամիս նոր որոշում է կայացվել, դրանից անցել է եւս 1 ամսից ավել, երկու որոշումները գրեթե միաժամանակ եւ առաջին եւ երկրորդը տրամադրվել են։ Ներողություն, այսինքն ստացվում է երկարաձգվել է, բայց դեռ այն որոշումը տրված չի եղել։ Շատ։ Իսկ դուք կհիշեք երկարաձգման որոշումը բողոքարկվել է դատախազության կողմից։ Չեմ հիշում, բայց վստահ եմ, որ չի բողոքարկվել, որովհետև դատախազությունը ակնկալում էր այդ անձի անազատությունը եւ երկարացնելը իրենց դիրքորոշմանը համապատասխանում էր եւ համընկնում էր, նրանք չէին բողոքարկի, դա տրամաբանական է։ Այսինքն տնային կալանքն է երկարաձգվե, Բայց արդեն կիրառված էր տնային կալանքը եւ երկարացնելուն իրենք դիրքորոշում։ Մի հատ շարունակվող հարց տամ, էլի, այ օրինակ դատախազությունը տարբերակ ուներ, քանի դեռ այդ առաջին անգամ փոխարինելու կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին որոշումը չստացած, հնարավորություն ուներ տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն չներկայացնելու։ Ներողություն, դատական քննության փուլ է եղել եւ միջնորդություն չեն ներկայացրել։ Այդ փուլում չի եղել, հերթական անգամ։ Անդրադարձել եմ ոչ թե միջդատական։ Չէ, ես իմ նախաձեռնությունը Պրոցեսի մեջ է եղել։ բայց այնուամենայնիվ բողոքարկել, չի բողոքարկել դատախազությունը։ տնային կալանք փոխել է, Հա, երկարաձգել է։ երկարաձգելը չեմ կարող հիշել արգելել։ Երկրորդ անգամ երկարաձգելուց հետո այն առաջին էլ չեն էլ կարա բողոքարկել։ Երկարաձգելու մասին է խոսքը, այստեղ հարցիս իմաստը բարձաբանեմ հարցս, որնավորսի հասկանանք դատախազությունը ըստ էության տնային կալանքի դեմ ըստ էության համաձայն էր հաշտեր մեծ հաշվով, թե բողոքարկել է կամ վերադասացիան ինչ որ այլ ակտ է կայացրել, թե ոչ։ Եթե վստահ եմ, որ չեն բողոքարկել, որովհետև երկարացմանը հակառակ արդյունքը նրանց դիրքորոշմանը չէր համարում։ Ներողություն եմ խնդրում միջամտելու համար, մեր ունեցած տվյալներով այդ ակտերը մնացել են օժի մեջ, այսինքն դրանք չեն վերացվել, առնվազն բողոքարկման վերաբերյալ տվյալ չունենք կողմերից, որևէ մեկի կողմից։ Շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Պարոն Հարությունյան, դուք ձեր փաստարկները երկու հանգամանքի վրա կառուցեցիք, ասացիք, որ ես ընդունում եմ, որ խախտել եմ ժամկետները, բայց եղել եմ ծանրաբեռնված եւ երկրորդը ես կայացրել եմ ճիշտ ակտեր, հետեւաբար դրա բողոքարկումը անիմաստ է։ Այս երկրորդը ճիշտ եմ հասկացել։ Վերապահում ասեցի ես, հատուկ նշելով, որ տպավորություն չստացվի, որ ես արժեզրկում եմ կամ նսեմացնում եմ այն իրավունքները, որոնք օրենսդիրը նախատեսել է։ Չէ, ես դա չեմ ասում։ Այո, ես պետք է ապահովեի։ Ձեր փաստարկն եմ ասում։ Բայց այո, իրականում դա ասում եմ։ Իսկ այդ ակտերի հետ կապված, եթե չեք տրամադրել, դուք վերանայման հնարավորությունից եք զրկել, բայց կարդացողը ինչ իմանա, բողոքարկելու տեղ ունի, չունի, դուք ճիշտ եք կայացրել, ճիշտ չեք կայացրել, պատճառաբանական մասը, եթե չեք տրամադրել, բա որտեղից իմանա, որ դուք աշխարհի ամենալավ ճիշտ արդարացի որոշումներն եք կայացրել։ Ի վերջո ուշացմամբ բայց ներկայացրել եմ, չէ՞, բայց միևնույն ժամանակ ես դա դիտարկում եի ոչ թե կողմերին հայտնի դառնալու տեսանկյունից, այլ որ կողմերին ժամանակին հայտնի չեն դարձրել, դա իմ սխալն է։ Դրա համար պատվով կկրեմ կարգապահական պատասխանատվություն։ Եթե բանը հասնի դրան, բայց ես նկատի ունեմ, անկախ նրանից կողմերը ընկալեցին թե չէ, ես գիշերը գլուխս հանգիստ դնում էի բարձին քնում էի հարգելի խորհուրդ, որովհետև գիտեի, որ ավելի ճիշտ որոշում չէր կարող լինել։ Իհարկե դատավորը մեծամիտ պետք է չլինի, բայց ես խնդրում եմ ձեզ, սա մեծամտություն չընկալել։ Ես սա վեր եմ հանում եւ ձեզ իբերև եմ դարձնում կոնկրետ փաստերից։ 4 դրվագ սպանության գործով այդ անձի ժամկետը երկարացնելը ոչ մեկ չի բողոքարկել, բոլորը միջնորդել են երկարացնել, ուշացրել եմ ինչի պիտի բողոքարկման համար ես իհարկե պիտի մտահոգվեի, բայց ձևական, որ մարդիկ շուտ ստանային, միգուցե դնեին սեյֆում եւ նստել ներողություն համեմատության համար։ Կամ առանց վկա, եթե թույլ կտակ այդ կոնկրետ հարգելի ներկա խորհրդի անդամի հարցադրման մասով տնային կալանքի գործը, այդ գործով հարգելի խորհուրդ, վկա չկա։ Ոչ թե արդեն սպառել ենք, այլ չկա։ Ես որոշմանս մեջ մուգ տարերով գրել եմ, այս գործով վկա չկա, խոչընդոտելու ռիսկ չկա։
փախուստի հավանականությունը, այդ մարդը չի փախել, խելոք գալիս են նիստերի տնից, հանցանք չի կատարել, փաստացի իրականության մեջ ոչ մի վատ բան չի եղել։ Հարց չունեմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ունեք հարց, ախնդրեմ։ Պարոն Հարությունյան, ամենայն հարգանքով, բայց ես անպայման ուզում եմ հասկանալ ձեր ծանրաբեռնվածությունը։ 16/10/2023 թվականից եք պաշտոնավարում, ճիշտ է։ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Ըստ այս միջնորդության սահմանների այստեղ վերագրված են ձեզ, հա, 2025 թվականի, հա, դատական ակտերով այդ այսպես ասած արարքներ, 2024 թվականինը միայն 23-րդ տողում արկա տեղեկատվությունն է ինչ որ դատավճռի հետ կապված։ Ես ուզում եմ հասկանալ, այսինքն դուք 2024 թվականին նման, հա, ուշացումներ չեք ունեցել, ձեր այդ լուրջ ծանրաբեռնվածությունը սկսել է 2025 թվականից։ Գիտեք, այդ մասով հատուկ ուշադրության է արժանի հարգելի խորհուրդ։ Սկզբում, երբ տեղափոխվեցի Կոտայք, ինչպես հաճախ է լինում, միանգամից շատ գործեր ես ստացա, որոնք քննության որոշակի փուլում էին։ Եվ դրանց քննությունը կազմակերպելը մյուս նոր ստացվող գործերի համեմատ առաջնահերթություն էին ենթադրում, որովհետև կային որդեկորույս մայրեր, ծանր հոգեբանական զգայունություն ներկայացնող գործեր, որոնք այնքան էին հոգնեցրել մարդկանց, ես ստիպված էի դրանք առաջնահերթ նշանակել, ընդ որում այն ինտենսիվությամբ, որ հաճախ այդ մասին բարձրաձայնում էին կողմերը, որ հաճախ են նիստերը նշանակում։ Եվ դա բերեց մի իրավիճակի, միգուցե ես time management-ի ժամանակի կառավարման իրոք խնդիր ունեմ մյուսների համեմատ, միգուցե լավ չեմ պլանավորել այդ առաջնահերթությունները, բայց միևնույն ժամանակ փորձել եմ փրկել այդ գործերի այո հանրային ընկալումը, որ մարդիկ չասեն տարիներով գնացինք դատարան, հիմա էլ դատավոր փոխվեց, մի հատ էլ այս գործերով 2 ամիսը մեկ նիստ են նշանակում, ու այդ գործերը բազմաթիվ էին։ Ու այդ ժամանակ այո ես հասցնում էի ընթացիկ ակտերը ժամանակին տրամադրել։ Հետո երբ չգիտեմ, երևի որոշակի օբյեկտիվ գործոններով պայմանավորված միգուցե հանցավորությունը սկսեց բացահայտվել, բացահայտման աճ գրանցվեց, թե գործերը իրոք ավելի մեծ ինտենսիվությամբ հասան դատարան, ծանրաբեռնվեցի ու հիմա իրոք այդպիսի խնդիր ունեմ, հարգելի խորհուրդ։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Այս պահին էլ ունեք այդպիսի խնդիր։ Այո։ Իսկ ինչ որ լուծում պատկերացնում եք, ոնց է կա այդ ճակերտավոր ասած մաքրելու այդ վիճակը։ Դե նախ արտաժամի աշխատելով, բացի դրանից նաև լիահույս եմ, որ խորհրդին տեսանելի է դատավորների ծանրաբեռնվածությունը, նաև անհատական ծանրաբեռնվածությունը, մենք հաճախ տեղերում ներքին քննարկումներ ունենում ենք, բայց ես երբեք չեմ դիմել բաշխման ցանկից տոկոսաչափը նվազեցնելու համար, հույս ունենալով, որ բնականon գործունեություն ապահովելու համատեքստում թե դատարանը, թե խորհուրդը կարձագանքի պատեհ պահի, ճիշտն ասած չեմ գրավոր չեմ բարձրաձայնել երբեք, բայց միշտ էլ այդ նույն խնդիրը ասում ենք, խոսում ենք, կարծում եմ Կոտայք բառը բոլոր պանելային քննարկումներում առաջին, եթե ոչ առաջին, ապա երկրորդ կամ լավ երրորդ հորիզոնականում ամենածանրաբեռնվածների մեջ է։ Ինչքան էլ ես վերջին լրացում եմ, թե թույլ կտակ, ինչքան էլ ես ինձ վերագրեմ որոշակի, չգիտեմ, դանդաղ կոտություն, միգուցե ես այլ դանդաղ եմ գրում կամ կազմակերպում առաքում ակտերի, բայց իմ կարծիքով օբյեկտիվ պատճառը այնքան մեծ է այդ ծանրաբեռնվածության, որ ես նույնիսկ եթե չգիտեմ, ավելի մեծ տեմպ հաղորդեի, մեծ հաշվով շատ բան չէր փոխվելու, հարգելի խորհուրդ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ վերաբերում է Կոտայքի դատարանի պանելներին կամ տարբեր քննարկումներին առաջին, երկրորդ, երրորդ տեղ լինելը, ուզում եմ ձեզ հրապարակային նաև ասել, որովհետև դուք բարձրացնում եք այդ հարցը, մտածում եք, որ ենթադրաբար խորհրդի որպես բնականon գործունեությունն ապահովող երաշխավորող մարմին եւ դատարանը եւ խորհուրդը այդ հարցերին անդրադառնում են կամ ուշադրության կենտրոնում է թե չէ, միանշանակ համոզված եղեք, որ բոլոր դատարաններում տեղի ունեցող իրադարձությունները, որի մասին որ մենք տեղեկացվում ենք, մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է իհարկե որպես ոչ դատարան հանդես գալիս, դուք լավ եք պատկերացնում ես ինչի մասին ենք խոսում, այնպես որ
ցանկացած հարց, որը հնարավոր է լուծել, դրանք իրենց լուծումները ստանում են։ Իհարկե նաև ինչպես դուք արձանագրեցիք, ձեր կողմից այս ժամանակահատվածում որևէ գրավոր դիրքորոշում կամ որևէ դիմում, գրություն, խորհրդում կարծեք թե չի ստացվել։ Ինչևէ, ձեր կողմից ներկայացված պատասխանի վերաբերյալ ես մի քանի հարց ունեմ, այդ դուք ասեք 2025 թվականի հետ ավարտված միջնորդությունների մասով 21-ն են։ Այդ 21-ի մեջ մտնում են այս գործերը, թե այս գործերը մտնում են ավարտվածների մեջ ուղղակի դատական ակտերը տրամադրված չեն, բանավոր գրասենյակին հայտնել եք։ Ինչ։ Եք չհասկացա հարցը։ 21 գործի մասին չասեցիք անավարտ, որ փոխանցվել է։ Այս նոր տրված փաստաթղթ։ Այո, միջդատական վարույթի, դատական երաշխիքների միջնորդությունների 21 Դրա չէ գործ։ Այո։ Հա։ Հիմա այդ 21 վարույթ, լավ, փոխանցվել է 2026 թվական, չէ՞, այդ 21-ի մեջի որ գործերն են մտնում, այս գործերից կան, որի մասին հիմա որ մենք խոսում ենք։ Չէ։ Դրանք քրեական գործեր չեն։ Ստեղ չկան, մենակ քրեական գործերով են այս 36 ցուցակի մեջ։ Այո, թե Իսկ այն փոխանցվածների մեջ գործերի մաս։ Այն մյուս տեղեկանք, որ բերել եք։ հասկացա հարցը, այս բոլոր որոշումները ես դեռևս 25 թվականի դեկտեմբերին եւ դատավճիռները ուղարկել եմ, ոչ մի բան չի մնացել։ Անցած տարի Բոլորը ուղարկած են։ անցած տարի Այսինքն այս թվերը այդ թվերի հետ որևիցե ձևով չեն համընկնում։ Հասկացա։ Այ որ ասում եք, նախ ուզում եմ ճշտել մերժված այդ մերժման վերաբերյալ որոշումներ եղել են, որոնք որ չնայած ասացիք, բայց ուզում եմ մի հատ էլ հաստատեք, որ ասում եք դե դատախազությունը ձեր ձևակերպմամբ, որ ասում եք այն ինչ միջնորդել են մեծ հաշվով նաև այդ միջնորդությունները բավարարվել են։ Կան որևիցե կա իրավիճակ, որը որ մերժված միջնորդություններ կան։ Ի վնաս դատախազության լավ կարճ ասեմ ձևակերպում է այս ձևով տան, որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի։ Երևի մենակ Չեմ ուզում ծանրաբեռնեմ, այդ իրավաբանական տերմինոլոգիայի մեջ չեմ ուզում մտնել, դրա համար չեմ ուզում կարճ եմ մենակ այս տնային կալանքն է, որ դատախազությունը ի սկզբանե միջնորդեց կալանքի ժամկետը երկարացնել, բայց ես որպես անաչառ դատարան չէի պատկերացնում այդ անձին կալանքի տակ պահել, դատված չէր, գործով վկա չկար, որ խոչընդոտ էր, որևէ մտահոգություն չկար, որ անձը ծայրահեղ խափանման միջոցի մեջ պիտի լինի, ինչքան էլ վատաբան են իմ կայացրած որոշումը, ես վստահ եմ, որ դա ճիշտ է։ Իսկ կալանքի ժամկետի երկարաձգման էլի իրավիճակ ունեք, որ որոշել եք երկարաձգել հենց կալանքի ժամկետը։ Ստեղ կա այդ ձև։ Բայց դատախազները միշտ ուզեցել են, որ այո երկարաձգվեն դրանք։ Հակառակի դիրքորոշումը երբեք չեն ունեցել, որ որևէ մեկի կալանքը չի երկարաձգվում։ Իսկ այդ կալանքի երկարաձգման միջնորդությունը մենակ դատախազության համար է, թե նաև այն անձի համար, ով որ կալանավորված է։ Օրինակ կարևոր չէ, որ այդ կալանավորված անձն էլ ստանար այդ կալանքի երկարաձգելու մասին որոշումը։ Միգուցե ասելիք ուներ։ Ասեմ, կարևոր էր, իհարկե մյուս կողմերը ունեին բողոքարկման իրավունք։ Որտեղ հիմա մենք շեշտը դնում ենք, ասում ենք դե դատախազությունը չի ստացել, բողոքարկելու կարիք չի ունեցել եւ այլն, բայց մենք մոռանում ենք, որ այդ կալանքի որոշումով կալանավորված կա, չէ՞, եթե կա կալանքի որոշում, ուրեմն նաև կա կալանավորված անձ։ Այո։ Հիմա մենք ինչի ենք մենակ ասում, որ դատախազությունը դե լավ չի ստացել, հետևանք չկա։ Ես ուզում եմ հասկանամ, արդյոք այդ կալանավորված անձը կարևոր չէր, որ ստանար է։ Ասեմ, արգելի խորհուրդ, հետաքրքիր ֆենոմենով այս անձին կգոհ են այդ, ոչ ես բարձրագոհ չեմ, ոչ թե գոհ են, որ կալանավորված են, այլ այդ մարդիկ նախ չեն բողոքել, մենք տեսնում ենք, որը մեկը չի գանգատվել, որ ես որոշում եմ ուշացրել։ Եվ ես որ դուք խոսում եք հանրային ընկալման մասին, ես դրա համար եմ նաև այս հարցը տալ, այս ձևով տալիս։ Նաև հանրության համար եմ ասում։ Մի շատ կարևոր բան հանրության համար պետք է ասեմ։ Երբ ես կայացնում եմ դատականության, դատալսման ընթացքում որոշում, կարիքի դեպքում երբ պետք է պատճառաբանվի, պատճառաբանության կարևոր մասը դատական նիստով բարձրաձայն ասում է։ Եվ հաճախ մարդիկ դրանից փարատվում են եւ հաշտ են լինում են որոշման հետ, որ դատարանը կայացրել է։ Օրինակ ահաբեկչության վերաբերյալ գործանք անում, չեմ ուզում դետալների մեջ ես չեմ ուզում մանրամասնել, բարձ ընդհանուր առմամբ։ Գործեր կան քիչ են մնում, մարդիկ ասեն դե մենք համաձայն ենք, խնդրում ենք երկարացրեք, գնանք մեր բերդը նստենք, որովհետեւ հենց դեռ վկաներին չենք հարցակննել։ Կենցաղային խոսույթի վերացեցի, որովհետեւ դա է պատկերը։ Ну, այդ լավ է, որ ձեր կայացած դատական ակտերը բոլորի համար ընդունելի է, բարձր իրավական տեսանկյունից։
Մեկ էլ մի հարց է ինձ հետաքրքրում է, ասում եք դատախազությունը այդ տնային կալանքի մասով կլինի, այն մյուս որոշումների մասով կլինի, ասում եք կամ այն որոշումների, որոնք որ հաստատապես իրենց միջնորդության հենց արդյունքներն են, հա, իրենց հայցվող բանն են։ Այ հնարավոր չի, որ օրինակ պատճառաբանական մասում այնպեսի մի բան գրած լինի, որ այդ պատճառաբանական մասի հետ կապված բողոք ունենա դատախազությունը։ Եթե չի ստացել այդ պատճառաբանական մասի վերաբերյալ ոնց բողոք տա։ Կամ կարող է լինել այդպեսի իրավիճակ։ Տեսականորեն այո, միանշանակ։ Շատ լավ։ Բայց չի եղել։ Կամ շատ լավ։ Դե չեն ստացել, կամ ուշ են ստացել, կամ երևի։ Լավ, ամեն դեպքում չունենք։ Բողոք չունենք այդ հիմնավորումը։ Պարզա, շատ շնորհակալություն, կարող եք նստել, խորհուրդը անցնում է, ուրիշ հարց չկա, չէ՞, խորհուրդը անցնում է վարորդի շրջանակներում ներկայացված փաստաթղթերի հրապարակմանը, ներկայացվել է որոշումը, կից հավելված է 22 թերթից բաղկացած էլեկտրոնային ֆայլ, ազերային սկավառակ, նաև այսօր ներկայացվեց դատական նիստում, դատավորի կողմից ներկայացվեց տեղեկանք, 2 էջից բաղկացած ուղեկցական գույությամբ աշխատակազմի ղեկավարի կողմից տրված, բոլորը մասնավորապես նշելու եւ բոլորը հատատ հետազոտելու անհրաժեշտություն տեսնում եք, թե համարենք հետազոտված։ Իմ մասով համարենք հետազոտված, ես մտած չեմ տեսնում։ Լավ, համարենք հետազոտված։ Շատ լավ։ Հիմա անցնենք եզրափակիչ ելույթներին։ Խնդրեմ, եզրափակիչ ելույթի հնարավորություն ունեք։ Արգելի խորհուրդ, դատավոր Հարությունյանը իր պաշտպանական ելույթում եւ դիրքորոշման մեջ խորհրդի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքների վրա, որ ուշացումները էական չեն բովանդակային առումով, քանի որ դրանց պատճառով շոշափելի հետևանքների չեն հանգեցրել։ Մյուս կողմից դատավորի կողմից առավել արժևորվում է կայացված դատական ակտերի որակը, նշելով, որ դրանք հետագայում չեն վերացվել, այլ խոսքով ըստ դատավորի իրականացվել է որակյալ արդարադատություն։ Բնավ չթերագնահատելով նշված մոտեցումը եւ դատական ակտերի որակի կարեւորությունը, այդուհանդերձ գտնում ենք, որ արձանագրված խախտումների ժամկետների բացթողումների, այսինքն քանակը եւ պարբերական բնույթը հանգեցրել են այդուհանդերձ ողջամիտ ժամկետում արդարադատության իրականացման պահանջի խախտման, ուստի պնդում ենք հարգելի խորհուրդ մեր միջնորդությունը եւ խնդրում Կոտայքի մարզի առաջինացյալի ընդհանրավասության դատանի դատավոր Գագիկ Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, զբաղեցրեք ձեր տեղը, խնդրեմ ունեք եզրափակիչ ելույթ, պարոն Հարությունյան, մոտեցեք ամբի։ Ուզում նշեմ, որ ըստ էության ես իմ եզրափակիչ ելույթով հանդես եկա պատասխան խոսքում, դրա համար բան չունեմ ասելու, մեկ լրացում այն մասով, որ մասով հենց նոր լսեցի արգելի փոխնախարարից, ես կարծում եմ, որ հետևանքը ոչ թե բողոքարկման հնարավորության հետ պետք է կապել, այլ արդարադատության բուն էությունը կապված է արդարադատության իրական շահերի, երաշխիքների հետ։ Եթե ես ասում եմ, որևէ շոշափելի շահ չի վնասվել, նկատի ունեմ, որ որևէ ապացույց չի կորսվել, որևէ անձ չի խանգարել քննությանը, որևէ մեղադրյալ նոր հանցանք չի կատարել խափան միջոցի որոշման ուշացման պայմանավորված, որևէ մեղադրյալ չի կորել դատարանի տեսադաշտից։ Այսինքն փախուստի չի դիմել, այնպես չի եղել, որ իմ որոշումը չհասցրին բողոքարկել, եթե բողոքարկեին տնային կալանքը այդ մի գործով կդառնար կալանք եւ այդ առերևույթ թմրաշրջանառող անձը չէր կատարի երկրորդ հանցագործությունը։ Հետևաբար ամենայն դեպս իմ իրավաընկալմամբ հետևանքը ոչ թե ամենայն դեպս դատական օրենսգրքով կարգապահական խախտման հետևանքը պետք է դատական իշխանությունը հեղինակազրկի եւ ես կարծում եմ, որ դատական իշխանությունը կսասանվեր ոչ թե որոշ մարդկանց իրենց ձևական, բառիս դրական իմաստով ֆորմալ իրավունքներից զրկվելուց, այլ կլինեին շոշափելի այնպիսի արժեքներ, որ մարդիկ տանը նստած են, թոշակառու մարդիկ
հերոստատեսությամբ տեսնեին, որ դատավորը դատավճիռ է ուշացրել, որոշում է ուշացրել, հարցնեին, բալա վերջում ինչ է եղել, դեղարի բացատրի, որ բողոքարկման իրավունքի ուշացում է տեղի ունեցել։ Ես խնդրում եմ ձեզ հարգելի խորհուրդ կապել հետևանքը ոչ թե ձևական իրավունքների, այլ արդարադատության բուն էության, արդարադատության բուն արժեքների հետ։ Սա է մոտեցումը եւ խնդրում եմ համարել նվազ այս պատճառաբանությամբ, որովհետև խախտումները կան, հարգելի խորհուրդ, դա ակնհայտ է, ես չեմ կարող դրանցից հրաժարվել։ Խնդրում եմ նվազ համարել։ Շատ լավ, շնորհակալություն ձեր դիրքորոշման համար, այսպիսով խորհուրդը համարում է քննությունը ավարտված, հեռանում խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի 2026 թվականի 6-րդ ամսի 25-ին ժամը 15:05 նույն վայրում դատական նիստը հայտարարումի փակ։